ծաղկով իր քնքուշ գարնան հետ եկավ իմ սերն անուշ Ալա Լևոնյանը մեկնել է ԱՄՆ իր տղաներին փախցրել է ես ահավոր սեփականատեր եմ դա վատ գիտեմ Ժան երբ որ սիրահարվում ես մաման մի անգամից զգում է իմանան կսպանեն Ալա Լևոնյանը վիրահատել է դեմքը փոխել է այն որ փոխվել եմ այդպես է ես ներքին հեղափոխական տեսակ եմ իմ մեղմության մեջ ճիշտը անկեղծանալն է քանի եկել ես պիտի ամեն ինչ անկեղծաբար խոսես Այս վերջի տարիներին շատ է փոխվել ինքը ես ավելի շատ ես եմ փոխել իրեն իհարկե ես եմ շատ իրեն նեղացրել բայց ես այդպես քեն չեմ պահում չեմ հիշում այդ վատ պահերը ում սիրում ես չես խանդում Բայց համել ում սիրում ես խանդում ես Միշտ հայտնվում էր սերոյի թեման ես մտածում ես պիտի սիրահարված է Տարիքի հետ սիրո գույնն էլ է փոխվում Ես չեմ խոսում շատ ու քչի մասին ես չեմ խոսում լավի եւ վատի մասին շատ բաներից այլևս չեմ ուզում շատ խոսել ընդհանրապես Մայրիկը շատ ուժեղ կին լինելով հանդերձ կարողանում է այդ բալանսը ընտանիքում շատ ճիշտ պահել Բայց այդպես ասում որ դու չխոսես Ախել չունեմ դադար Դարձա սիրահար Սիրտս քեզ ընտրեց անգինյար Սիրելու համար Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ Գործընկերներ Armenia Wine Արտեր Ital Solar Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ամենասկզբում ուզում եմ խնդրել, որ անպայման բաժանորդագրվեք իմ YouTube-ի պաշտոնական ալիքին։ Սեղ մեկ զանգի կոճակը եւ թողեք մեկնաբանություններ։ Հենց ձեր օգնությամբ է, որ իմ նախագիծը շարունակվում է եւ սիրվում է։ Ինչպես նաեւ միացեք իմ Instagram-ին եւ Facebook-ին այնտեղ մշտապես ֆոտոները եւ վիդեոները թարմացվում են։ Ինչպես նաեւ ես սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին։ Կանանց տոները շարունակվում են եւ այս կապակցությամբ ես սիրով իմ տուն ռեստորան եմ հրավիրում սիրված եւ հայտնի մայրիկների իրենց դուստրերի հետ եւ այսօր ինձ մոտ հյուր է լինելու Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ շատերի սիրելի երգչուհի Ալա Լևոնյանը իր ավագ դստեր Ժաննայի հետ գնամ դուրը բաց է Սիրելի հետևորդներ, հիմա ես եւ Ժանուլը գնում ենք Հերմինեի մոտ հաղորդման հյուր, նրա տուն, համեղ բաներ է պատրաստել, պետք է ճաշենք, զրուցենք։ Այո, կարծում եմ շատ հետաքրքիր գարնանային սիրուն հաղորդում կստացվի։ Այո, Գնացինք։ ասեք։ Դարարարա Ես քեզ կորոտել էի Մերսի շատ Ժաննա դու ոնց ես մեծացել Մի կերպ եմ Մերսի շատ համեցեք Լավ էլի Ժաննա բայց մերսի որ եկել Ալա ու Ժաննա ջան է շատ շնորհակալ եմ որ այսօր որոշեցիք ինձ հետ անցկացնել ես ամեն անգամ Ալային հանդիպելուց այնքան sense մեծ ջերմություն եմ ստանում քեզանից Ալա որ իմ հաղորդումը ուղակի իր պատմության մեջ չէր կարող չունենալ այս հանդիպումը Այ սիրելի Հերմինե մենք վաղուց ենք տեսնում ջանիկս Շնորհակալ որ կանչեք շատ Այ հաճելի մեծ է Այ իհարկե սկզբում չհամաձայնեց իմ երեխաները չեն սիրում որ փոքր էին ուզած չուզած գալիս էին հենց մեծացած սկսեցին հասկանալ չէ ջան ես հետևում եմ քո հաղորդմանը դեռ դա ինձ մոտ գիտես ինչպես է գրված հեռախոսում դար Հերմինե նա 21-ի Հերմինեն է ինձ դեր Անուշիկու ոչինչ չի փոխվել այս գարնան այս անուշաբույր է սիրուն գարնան պես փայլում ես եւ ես առիթից ուզում եմ օգտվել մեր սիրելի կանանց մայրերի աղջիկների միամսյակը շնորհավորել քոնը նույնպես այնքան եմ ուզում որ բոլորս ուրախ լինենք, երջանիկ լինենք։ Գիտես, մի անգամ կյանք է տրված, պետք է ապրել, պատվով ապրել, երջանիկ, սիրով լի։ Ուզում եմ, այո, ուզում եմ որ քո ընտանիքում էլ ամեն ինչ լավ լինի ու մեր բոլոր կանանց լիքը սեր ու անուշաբույր գարուններ ձեզ սիրելիներս։ Հալվեցի։ Ժան դու ոնց ես դիմանում այսքան ջերմությանը։ Երբ եք տեսնում։ Հա, հազարդեպեք մեղծասած։ Ասա Ժան ջան, բացի այդ հա իհարկե շատ տխուր է, բայց այնքան շատ ժամանակ չենք անցկացնում իրար հետ ինչքան որ կուզեի։ Դե ծոր ապրես դու Հերմինե ջան, ես իմ աղջիկը, հա։
Իրար տեսանք իրար հետ։ Ես առաջարկում միասին տնից դուրս եկանք։ Սերվեցելով մի շաբաթվա իմ ամբողջ ծրագիրը Ժան գիտես էս ունեմ, էս սա պիտի անեմ, ստեղ պիտի գնամ։ Ասում եմ, բալես չենք հասցնում հանդիպել, որ գոնե մի հատ խոսենք իրար հետ։ Մինչև այս քո տուն գալու ճանապարհին այնքան ինֆորմացիա իրար տվեցին, այնպես լավ էր, այնպես լավ։ Որովհետև բոլորս մեր տանը բոլորս ամեն մեկը իր գործերով է զբաղված, չի ստացվում, որ միասին տնից դուրս գանք, միասին շատ ժամանակ անցկացնենք ես ցավոք։ պատկերացնում եմ այս ռիթմի մեջ։ Ոչինչ։ Ես առաջարկում եմ մենք մեր հանդիպումը սենց ավելի գեղեցիկ դարձնենք հայկական խաղուն գինով, արմենիավայնի տակառն ենք խմելու։ Ես շատ սիրում եմ բարի գալուստ ասել իմ հյուրերին հենց այս համեղ խաղուն գինով, որովհետև օրը մի տեսակ ուրիշ է սկսվում, երբ որ նրանց սենց գեղեցիկ այդ ծնգոցը հնչում է առավոտյան։ Իհարկե։ Ժան, ի՞նչն է պատճառը, որ հիմա էլ մամայի հետ շատ չես գնում հաղորդումների կամ դժվար ես համաձայնում, որովհետև գիտեմ շատ են առաջարկում։ Հա, ճիշտ ասեց իրականում ինքն էլ շատ հաճախ էս վերջերս չի գնում։ Դե բնականաբար, երբ որ փոքր էինք, հաղորդումները նախ ավելի շատ էին, ավելի հետաքրքիր հաղորդումներ շատ կային։ Լավն էր։ Ու միասին շատ հաճույքով ես եղբայրս մաման տանում էր գնում էինք Շաղիկին մոռացար, մի հատ էլ քույր ունես։ Շաղիկը այդ ժամանակ դեռ չկար, երբ որ մենք հաղորդումների էինք գնում։ Հետո բնականաբար արդեն մայրիկը իր հետ էլ է գնում, այս վերջի շրջանում երևի առաջին հաղորդումն է, որ ես գալիս եմ։ Ճիշտ է, սկզբում ինչ-որ տենց մտածում էի գամ թե չգամ, ճիշտ ասած այդքան էլ հանրային չեմ սիրում շատ երևալ, ուշադրության կենտրոնում լինել, բայց ձեր հաղորդումը բնականաբար նայել եմ, շատ հավանում եմ ու այնպիսի միջավայր է, որ Սպեր չեմ քաշվում, չեմ ամաչում, հանգիստ կարող եմ ձեզ հետ զրուցել։ Ժաննայ, ներողություն։ Ժաննայ, երեխեքը որ մեծանում են, մամաները վախեր են ունենում, այդ թելը բարակելու, այդ թեման ինձ միշտ շատ հետաքրքիր է, որ էլ չեն հասցնում շատ իրար հետ ժամանակ անցկացնել, որ էլ ամեն ինչի չես երեխայի հոգսերը շատը դու չես քաշում, չէ՞։ Այդտեղ հասկանում ես, որ արդեն ինքը իր առանձին որպես միավոր սկսում է ապրել եւ ավելի անհատական լինել եւ ավելի ինքնուրույն լինել ու մենք այդ դրա շուրջ վախեր ունենք։ Ինձ հետաքրքիր է դուք այդ վախերը ունեք երեխաներով թե չէ։ Այսպես ասեմ, ճիշտ է, այդ մամայի ցավն է, ինքը ամեն օր դա ասում է, այդպես մտածում է, վայ, արդեն կիսվում ենք, բաժանվում ենք, քիչ ժամանակ ենք իրար հետ անցկացնում, ինքը շատ ծանր է դա տանում, բնականաբար ես էլ ու ինչպես ասեցի, կուզեի ավելի շատ ժամանակ անցկացնել իր հետ, ընդհանրապես ընտանիքի անդամների հետ, բայց քանի որ զբաղվածությունը շատ է բոլորիս մոտ, շատը ստացվում է գիշերը, երբ որ արդեն բոլորս տուն ենք գալիս, հավաքվում ենք, ժամանակ ենք անցկացնում, պատմում ենք մեր օրվա մասին, չգիտեմ, պլանների ապագա, իրար հետ կիսվում ենք, ինչ-որ խորհուրդներ ենք հարցնում, բայց հա, իրականում մայրիկի մոտ դա ավելի սուր է արտահայտվում։ Էմոցիոնալ մարդ եմ։ Ես իր չափ էմոցիոնալ չեմ, ես Եվ փառք Աստծո։ Համել այդքան ցույց չեմ տալիս, եթե ինչ-որ բան էլ զգում եմ, այդքան ցույց չեմ տալիս, ինքը շատ էմոցիոնալ է ու ամեն ինչ ցույց է տալիս։ Հայրիկին անեմ։ Մեր մամաները, երբ որ մենք մեծանում ենք, մեզ անդադ ասում են, այ դուք մամա կդառնա։ Նոր կիմա։ Ասում է, իհարկե։ Ինչքան եմ ասում։ Միշտ ասում։ Սերունդների փոփոխության այդ կներես ընդհանուր գիծ կա, պատկերը կա ընտանիքում, որ սա կարելի է, սա չի կարելի։ Այն բաներ կա, չես էլ ասում, նայում են ինչպես է ապրում, իրենք այդպեսին դաստիարակվում են, բայց մի պահ ա եղել, ես պետք է անկեղծ ասեմ, ներողություն, այդ անցումային տարիքում մենք բարդ էր, մոտավորապես 2 տարի, կարծում եմ շատ մայրեր դա կփաստեն, օրինակ Հայկի հետ, տղայիս հետ ավելի հեշտ էր, ինքը բնավորությամբ ավելի սերոյին է նման, ինձ իրանց հետ շատ հեշտ է, Շաղիկն էլ դեռ փոքր է, Շաղիկը 10 Շուտով 12։ Որտեվ շուտով ուզում էի հասկանալ, ասեմ 12 թե դեռ 10։ Բայց քեզ շատ է լսում։ Հա, մենք տենց ինչ էի ասում, մտքից թելը մեծ Որի իմ հետ բարդ է, Հայկի հետ հեշտ է։ Հա, բայց բարդը քիչ Ինքը դա ֆիքսեց։ Ինձ այդ բարդը Հայկի հետ է։ որովհետև ինքը ինձ է նման, Հերմինե ջան, երկու իրար նման մարդիկ, մի քիչ դժվար, ինքը իմ տեսակն է, իմ բնավորության գծերից շատ ունի, ամեն ինչ հասցնելը, պատասխանատվությունը, ձգտումը, բայց շատ բաներ, օրինակ այսօրվա ժամանակակից ուրեմն տեմպի մեջ երեխեքը բաներ կա ոնց որ եւ ընդունում եմ եւ չեմ ընդունում ու կոնֆլիկտ ալինում, հագուստ, մազեր, չնայած ինքը շատ
կայացած է, գիտի ինչ անում, բայց մանր բաներ էլի, ընդհանուր գլոբալ խնդիր չունենք բնականաբար, բայց ուզում եմ ասեմ այդ նույն հայրեր եւ որդիներ հայտնի, չէ՞։ Այո։ Մեկը այդ անցումային պահին ինչ որ բաներ քեզ դուր չի գալի, օրինակ, չի գալիս, օրինակ ասում էի, հիշում ես, ասում էի Ժանուր, մազերդ հավաքի։ Ասում էի ինչի համար։ Ասենք 3 տարի առաջ ասում էի, չգիտեմ, ինչ դուր չի գալիս։ Ինքը որ այդպես չի սիրում իր վրա։ Ահա, ես այսօր տենց։ Այդ մամաները որ մրսում եմ շոր հագին, մրսում եմ շոր հագին։ Մամա, ես չեմ մրսում։ Չէ կմրսես։ Դե լավ, կմրսես նոր կիմանաս, ասում էր, մամ ջան, դու չես ուզում մազդ հավաքի։ Ես ուզում եմ սենց, օրինակ, չէ՞։ Պրիմիտիվ բան։ Այո։ Բայց անկեղծ ասեմ, այս վերջի տարիներին շատ է փոխվել ինքը։ Ես ավելի շատ ես եմ փոխել իրեն։ Ապա Դե ինքը շատ ավելի խիստ էր ժամանակին ու այդ իր էմոցիոնալ լինելու հետ կապված շատ ավելի բուրն էր արձագանքում շատ հարցերի։ Ես երևի թե կարողացել եմ ինչ-որ ձև իրեն փոխել, որ հիմա ավելի հանգստենամ հարցերին մի փոքր ասեմ։ հող ես նախապատրաստել փոքր քույրիկի համար։ Փոքր քույրիկի հետ այդպես չեն իրենք այնպես թե այսպես թե այնպես շատ ավելի մեղմ են, բայց ինքը առիթն էլ չի տալիս որ բարկանան, չգիտեմ, բայց ամեն դեպքում փոխվել է այս վերջի տարիներին եւ ես շատ ուրախ եմ որ կարողացել եմ Ժան, բան կա որ չես ներում։ Փոքր էստեղ էլ արելա ու դու ասում ես չպետք է անել այդպես։ Բնականաբար կան այդպիսի հիշողություններ, որ Մի հատ ասա էլի։ Երևի թե հենց դա էր, որ շատ բուրն էր արձագանքում որոշ հարցերի, որ կարող էր ինձ նեղացնել, իհարկե ես էլ եմ շատ իրեն նեղացրել, բայց ես այդպես քեն չեմ պահում, չեմ հիշում այդ վատ պահերը։ Այ մամայի ու աղջկա մեջ ինչ պարզապես լավ է, որ ինքը անկեղծ ասում է ամեն բան եւ ես, որովհետեւ այնպիսի մթնոլորտ է հիմա, ոնց որ մենք մերոնցով խոսում ենք եւ մեր սիրելի դիտորդներն էլ ես համարում եմ իմ հայրենակիցներին, մեր մեծ ընտանիքի անդամներ եւ ճիշտը անկեղծանալն է, քանի եկել ես պիտի ամեն ինչ անկեղծաբար խոսես։ Ես հիշում եմ, որ այդ նույն խստության հետ կապված իմ ծնողները համենայն դեպս շատ խիստ էին։ Ու հիմա որ հետ եմ նայում, ասում լավ, բայց ինչի համար էին այդպես խիստ։ Չգիտեմ։ Ինչն է պատճառը։ Ու նույնիսկ հիմա իրենց որ հարցրեմ, ասում են, էս հարցերում։ Օրինակ, չգիտեմ, թատրոնում փորձի էի, փորձս 11-ին էր վերջանում, դու պիտի 9-ին տանը լինես։ Մի ամբողջ Սունդուկյան թատրոն պիտի կանգներ սպասեր, կամ շուտ ավարտեր, ինչա իմ հայրիկը չի թողնում, ես 9-ից հետո տուն գնամ։ Ու որ հիմա հարցնում եմ, ասում են, հա, բայց իրոք ինչի, իրենք էլ չեն պատկերացնում, ինչի համար էին այդպես փոխվել։ Ինչ հա փոխվել։ Ես չեմ կարծում, որ դա խստություն էր։ Դա անհանգստություն էր, դա ապահովության այսպես ձգտում էր երեխայի համար։ Իսկ կարող է դա նաև ծնողի դոմինանտ լինելու եւ ծնողի առավել իրավունք ունենալու ապաճառն է։ Իսկ ես կարծում եմ, որ ծնողը իրավունք ունի։ Ունի այդ իրավունքը, չէ՞ որ այդ ես այնպես չի որ ես եմ առաջադեմ, ես եմ ազատ մարդ, մտածող, բայց ինձ համար կանոնները գրված եւ չգրված շատ կարեւոր են, որ այս հիմա աշխարհում ինչ որ կատարվում է, չես հասկանում ով ինչ է, ով ինչ տեսակ է, ով ինչ կարգավիճակ, այսինքն խառնվել է, որը բալանսն է խառնվել, որովհետեւ այդ կարգ ու կանոնը չկա։ Ես խստության այդպես կողմնակից չեմ, բայց միմյանց հարգելու եւ խոսքը ընդունելու կողմնակից եմ եւ կարծում եմ որ ընտանիքում էլ է այդպես միշտ ինձ ասում են ինչն է ձեր ընտանիքի այդպես կայուն հիմքը ես ասում եմ պարզ է որ պիտի սեր լինի հա սեր առանց սիրոյի ինչ կյանք սեր անում ես ծաղիկներ եմ սիրում ես քեզ եմ առանց սիրո չես կարող ապրել բայց այդ սերը օրինակ նույն ընտանիքում ամուսինների հարաբերություններում կենցաղի հետ պայմանավորված որոշակի բաների հետ պայմանավորված գնում գալիս է դու ամեն օր չես արթնանում տենց սիրահարված էլի բայց միմյանց հարգելը եւ ընդունելը այդ դա պահում է ընտանիքը իմ կարծիքով դրա համար եմ ասում որ կան գրված եւ չգրված կանոններ օրենքներ որոնց ես ինչ որ չափով ենթարկվում եմ դրա համար կարողանում եմ պահել էլի Այս ասած կներեք ես այդ խնդիրը չունեմ, չեմ ունեցել երբեք, որովհետև իմ հայրիկն էլ շատ առաջադեմ մարդ է ու առիթ բարևեմ հայրիկից, որովհետև երբեք սերոյի հետ շատ մտերիմ ենք։ Հա, շատ մտերիմ ենք ու երբեք ինքը ոչ մի տարիքում իմ առաջ ոչ մի սահմանափակումներ չի դրել, ինչ որ Որտե վստահում ա բալես։ Այդ գործը մայրիկին էր թողել հետո։ Իրենք իրար մեջ որոշել էին։ Չէ, ուղղակի Հերմինե ջան, տես ինչն է Ժանուլի ինձ ասում է, մամ, երբ որ ինչ որ բան քեզ պիտի ասեմ, գնում ենք ընկերներով խնջույքի։ Այո։ Ես սկսում եմ դե
11-ին տանը կլինես, որտեղ եք գնում, ովքերով եք Անշուշտ։ Ինքը ոչինչ չի հարցնում։ Չէ, ինքն էլ բարձա որ ես մենք միասին խոսում ենք, ես նախորդ ասում եմ, բայց իրենք Սերոն ավելի համբերատար, ավելի հանդուրժող է, ինքը շատ ներքին խստություն ունի, բայց էմոցիաների չի տրվում ինձ նման։ Դրա համար իրան հեշտ է խոսել, ընդհանրապես բոլորիս է Սերոյի հետ հեշտ, ինքը լսում է, բացատրում է, դե Ժան, սենց ու վերջ։ Ես մի քիչ իմ դե ու դասատու եմ, ինչ անեմ, միշտ այդ շեշտադրումը որ կա, դա է իրան ավելի։ Ցուցափայտը երբեք ձեռքերից Իրան էտա։ Երկուսս էլ նույն բանն ենք ասում։ Սերոյի մոտեցումը, խոսքի տեմբրը, ձևը ուրիշ է, մեղմա եւ հաստատուն։ Ես ավելի էմոցիոնալ, ըստ երևույթի իրան դա դուր չի։ Ու ես հայրիկին միշտ լսում եմ, որովհետեւ միշտ վստահում եմ ու խորհրդի համար միշտ իրեն եմ դիմում, որովհետեւ կարողանում է շատ ճիշտ բացատրել, շատ ճիշտ վերլուծել։ Հա, չէ, Չես խանդում։ Անգետ, չեմ հավատում, գիտես ինչի չեմ հավատում, նայ, որտեղ նույնիսկ Ժաննայի խոսելիս ասում եմ, ես հայրիկի հետ խորհրդակցում եմ, ինքը ինձ չի հասում, ասես մի տեսակ ներքին, ոնց որ նայ քեզ ուզեն նա ինչ-որ մի բան ասել դրանով։ Նայ, ասեցի չէ անկեղծ ենք։ Հա։ Չէ, գուցե մի վարքյան, բայց հետո այնքան ուրախ եմ, որ իմ երեխաները իրանց հոր հետ լավ են, ընկերներ են, որտեվ ես ավելի շատ իմ մտքերը, էմոցիաները, այս վերջի շրջանի այս տհաճ բաները չեմ հասցնում, չեմ կարողանում, գոնե ասում եմ Սերոն է, էլի կարողանում երեխեքի հետ այդ շփման եզրերը գտնի, ես ասում եմ ու գնում եմ գործով, հետ եմ գալիս արագ-արագ կենցաղս տեղը պետք է լինի, պատրաստում եմ ուտում են երեխեք սենյակը հավաք հասկանում ես, իսկ Սերոյի հետ իրենք այն բացը, որ ես չեմ կարողանում։ Ռոմանտիկան Սերոյի կողմն է արդեն, քանի որ շատ դրա համար ուրախ եմ, որտեղ դա միայն իօքուտ իմ երեխաների եւ իմ ընտանիքի է, դրա համար ես չեմ խանդում, որտեղ ես էլ եմ Սերոյին շատ սիրում, իսկ Սերոյին ես։ Այո, ես բայց շատ զուգահեռ բան եղավ։ Ում սիրում ես, չես խանդում, բայց համել ում սիրում ես, խանդում ես, նայած որ տեսանկյունից նայած ում հանդեպ, ես ուզում եմ բարի գալուստ ասել Հերմիա դիալոգ նախագիծ, սա որպես սկիզբ մեզ համար, ընտանիքի սիրո եւ այդ անկումների ու վերելքների, վայրեջքների մասին անպայման կխոսենք, առաջարկում եմ մեծ սեղանի շուրջ տեղափոխվենք, փորձենք նախուտեստը մեր խաղուն գինով, որից հետո արդեն ընթացքը ցույց կտանք ինչ անելու։ Շատ հաճելի։ Դեղին ոլոր, հաճար, ոսպ, կանաչ ոլոր, սիսեր, հաճարի ալյուր ամբողջահատիկ եւ իհարկե ցորենի ալյուր ամբողջահատիկ։ Այս բոլորը իմ սիրելի արտեր ընկերության կողմից։ Չմոռանանք, որ օրգանական հատիկավոր մշակաբույսեր է ներկայացնում իմ սիրելի գործընկեր արտերը։ Հայկական հողերը օգտագործելով, մարդկանց աշխատանք ապահովելով, ինչպես նաև մշակելով մեր արտերը, այս հատիկեղենը հասնում է արտից մեր սեղան։ Փնտրեք խանութներում Կարող եք հատիկեղենը պատվիրել արտեր ընկերության սոցիալական բոլոր կայքերի միջոցով, ինչպես նաև փնտրեք խանութներում։ Արտերի հատիկներն անցնում են մաքրման մի քանի փուլ, որպեսզի մեզ հասնեն մաքուր, փաթեթավորված վիճակում։ Կատարված լաբորատոր փորձաքննությունները փաստում են, որ հատիկները հարուստ են վիտամիններով, միներալներով եւ չեն պարունակում քիմիկատներ։ Այնպես որ ես իմ ընտանիքի եւ հյուրերի համար նախընտրում եմ արտերը եւ այսօր պատրաստելու եմ արտերի ոսպով տաք աղցան։ Դե իհարկե սկզբում դնելու ենք ոսպը խաշվի։ Ես օգտագործում եմ արտեր ընկերության ոսպը։ Ինչն է ինձ հետաքրքրում, որ տուփի վրա մենք տեսնում ենք, թե ինչպես է սերմը արտերից հասնում մեր սեղան։ Ահա, սկսում է սերմից, հետո հողային աշխատանքներն են արվում, դրանից հետո արտադրություն է մտնում, որից հետո հասնում է մեզ սպառողին, այնպես որ դուք ամբողջ ցիկլը այստեղ տեսնում եք եւ հաճելի է, որ աճեցված է եւ արտադրված է հենց Հայաստանում։ Ոսպը պետք է խաշել, ինչպես արդեն ասացի։ Այս ընթացքում կտապակեմ սոխը։ Քերում եմ սխտոր,
խոշոր քերիչով քերում եմ գազարը եւ տապակում ենք նաեւ գազարը։ Տապակվող գազարի սոխի եւ սխտորին ավելացնում եմ չոր դաղց։ Եվ կտրատում եմ բեկոն, որ տապակեմ եւ վրան ավելացնեմ վերջում։ Եվ խաշած ոսպը ավելացնում ենք թավայի մեջ։ Եվ սկսում եմ մատուցել։ Կարող եք եւ տաք մատուցել եւ սառը։ Թարմ կտրատած համեմ եմ ավելացնում, դնում եմ տապակած բեկոնի կտորները։ Երկար մտածում էի ոսպով ապուր թե ոսպով տաք աղցան, իհարկե տաքել սառնել կարելի է մատուցել կանգ առա ոսպով աղցանի վրա։ Հա, ես էլ եմ պատրաստում, իհարկե ինձ համար սա նորույթ էր ինչ որ տեսա։ Հա, բեկոնով է, կարելի է ովքեր պահք են պահում, իդեպ առանց բեկոնի պատրաստել, որտեղ մնացած ամեն ինչը բուսական հիմքով է։ Ոսպի եւ ապուրը, եւ կրեմ ապուրը, եւ աղցանը ինձ համար Սիրելի։ Ես ամեն ինչ չեմ սիրում։ Հա, տես չենք էլ պայմանավորվել։ Եվ ինձ համար ամենակարևորը, որ ոսպը աճեցվել եւ արտադրվել է Հայաստանում, վերամշակվել է Հայաստանում, մեր արտերի, մեր հող ու ջրի արևի, այո, ոսպն է։ Փորձենք։ Ռան մաման համով է պատրաստում։ Շատ համով է պատրաստում։ Հատկապես ոսպից խոսքը գնաց, միշտ ես խնդրում եմ, որ ոսպով ապուրը իր պատրաստի, որտեղ իմ ամենասիրելին է, բայց ամեն բանը լավ բաղադրատոմսը, ներողություն ընդհատեցի, կտած չէ բաղադրատոմսը։ Իսկ դու պատրաստում ես Շան, թե? Ես էլ եմ պատրաստում։ Շատ եմ սիրում, ճիշտ է, խառը իմ գրաֆիկի հետ շատ չեմ հասցնում, բայց ինչքանով որ հասցնում եմ, շատ եմ սիրում պատրաստել եւ այսպեսի ուտեստներ եւ խմորեղեններ եմ թխում իդեպ։ Օրինակ ես խմորեղեններ չեմ սիրում։ Իմ թույլ կողմն է։ Ես չեմ սիրում պատրաստել, բայց ճաշացանկը մեծ է, բայց խմորեղենը Ժանուլը նենց համով բաներ կարա նենց հացեր կարա թխի ֆրանսիական, նենց խմորեղեններ։ Օրինակ լինում է որ Իմ երեք երեխաներն միջանոց սիրում են պատրաստել, սերուն էլ է սիրում։ Ինչ հետաքրքիր է, ամբողջը հատիկից ալյուրով ես պատրաստում, թե դեռ սպիտակ ալյուրով։ Չէ, դեռ սպիտակ ալյուրով շատ չեմ պատրաստում։ Հաց մի քանի անգամ փորձել եմ, բայց համեղ է ստացել ֆրանսիական բագետներ, ինչ որ այդպես։ Հացը գիտություն է, ինձ թվում է։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ դու ինքդ հիշեցիր, հա, դար 21-ից սկսած, հարցազրույցների ժամանակ դու միշտ սիրում էիր խոսել սերոյի մասին։ Դու ես այդ եմ ուզում հասկանալ, դու այն եզակի մարդկանցից էիր, ում նույնիսկ եթե թեման չէր այդ առնչվում, մի տեսակ միշտ հայտնվում էր սերոյի թեման, ու ես մտածում եմ, այսպես ինչ սիրահարված է։ Այս Ինչեւ հիմա։ Ահա, այդ է ուզում հասկանալ։ Միջև հիմա կան այդ վիբրացիաները, որ ուզում ես անդադ իր մասին խոսել, ուզում ես անդադ իր ներկայությունը լինի։ Ես հիշում եմ նույնիսկ հարցազրույցներին ինքն էր քեզ միշտ բերում։ Միշտ գալիս էր սպասում էր։ Իմ աղջիկս է ինձ բերում արդեն։ Ինչ է փոխվել այսքան տարի անց։ Հերմինե ջան, երբ որ ամեն ինչ նոր է եւ դրա մեջ կա սիրուն նոտա ու ներդաշնակա եւ սեր կա, բնականաբար սկսում ես դրա մասին շատ խոսել, բան, այնպես չի որ հիմա չկա, տարիքի հետ սիրո գույնն էլ է փոխվում։ Ես չեմ խոսում շատ ու քչի մասին, ես չեմ խոսում լավի եւ վատի մասին։ Կյանքը եւ հասունությունը, մտածելակերպը, աշխարհը ժամանակավոր փոխվում են, դուք էլ եք փոխվում, ըստ դրա պիտի քայլես, ուզած չուզած։ Դրա համար հետո այնքան արդեն շատ խոսվել է, արդեն մի տեսակ բաներ կա, այսօր ես շատ բաներից այլևս չեմ ուզում շատ խոսել ընդհանրապես մեր շուրջը կատարվող, որովհետև այնքան արագ է փոխվում ամեն բան, մոտեցումները, ինֆորմացիան այնքան շատ է եւ կյանքը այնքան արագ է գնում, այդ պահին կարող է ասես, վաղը դա ճիշտ չընկալվի։ Նու մեծ հարցերի, գլոբալ հարցերի մասին իհարկե ունեմ իմ կարծիքը, խոսում եմ շատ դեպքերում, ոմանք շատ վատ քննադատում են, բայց ասում եմ ընդհանրապես հիմա այդ թեմաներով չխոսեմ ընդհանրապես հա ինչ որ մեր կյանքում կատարվում է էլի որովհետև եթե ես բաժակը ես հիմա դնեմ այստեղ շատ հնարավոր է որևէ մեկ ասի որ այդ բաժակը ձախ կողմում չեն դնում մի մասը կասի մյուս մասը համաձայն կլինի սա կդնեմ այստեղ այս մյուս մասը կասի
Այնտեղ պետք է դնի, այսինքն եթե մենք կուլ գնանք այդ կարծիքներին, իհարկե հաշվի առնել պետք է։ Ապրում ենք մի միջավայրում, հասարակության մեջ, ազգային պատկանելություն ունենք, ազգային ձևաչափեր կան, որոնց պիտի հարմարվենք եւ ես փորձում եմ համենայն դեպս ապրել այնպես, որ ճիշտ ապրեմ, բայց անհատների կարծիքներին որտեղ որ դնեմ, մեկը կլինի, մեկը որ կասի սխալ է։ Դրա համար ես իմ կարծիքով որտեղ որ ճիշտ եմ համարում, սա մի պրիմիտիվ օրինակ է, էլի։ Իսկ ինչ կապված է սերոյի հետ, բոլորս էլ հասունանում ենք, փոխվում ենք, բնավորության որոշակի գծեր են փոխվում, գլոբալ մնում ես նույնը ընդհանուր առմամբ, ինչպիսին որ ծնվել ես մարդ է, ոնց ծնվում է, այնպիսին էլ կա, բայց կյանքը հղկում է, միասին ապրելուց, հասկանում ես ինչի իրեն դուր չի գալիս, փորձում ես չանել, նույնն էլ ինքը, եւ երեխաներն են մեծանում, արդեն մեր իրար տրվող էներգիան արդեն ցրվում է երեխաների մեջ, այսինքն դու մենակ արդեն իրար մասին չեք մտածում, կիսվում է բոլոր էմոցիաներդ, էներգետիկ դաշտն է փոխվում, ծնողներն են մեծանում, ինքը իր շրջապատի ընկերների մասին, ես իմ, այսինքն ցրվում է, շատանում է, ճյուղավորվում է եւ չի կարող մնալ այնպեսին, ինչպես առաջ էր, բայց կարևորը նորից եմ ասում, սիրո հիմքի վրա, որը որ գուցե այս տարիքում տենց այդ ուղղությամբ չի դրսևորում, ուրիշ տեսակ ենք հիմա էլ մենք իրար հանդեպ, կարևորը հարգանքն է, ընդհանուր կապվածությունն է, երեխաների ներկայությունն է, որ եւ ցավն ու դարդն է, ընդհանուր, որ նաեւ գիտես դժվար պահերին մարդիկ ավելի են իրար կապվում։ Այնպես որ Փառք Աստծո ես շատ գոհ եմ։ Հրաշալի։ Մինչ մայրիկ իր աղցանը կշարունակի, ես կուզենայի այսպես դիտորդի հայացքով, հա, նախ եւ ընտանիքի մեջ ես, բայց նաեւ իրենց հարաբերությունների կողքից ես նայում։ Այ ինչն է դուր գալիս քեզ մամայի ու պապայի հարաբերությունների մեջ, որ կուզենայիր, որ քեզ մոտ էլ այդպես լիներ։ Ասեմ, իրենք շատ տարբեր են, շատ տարբեր են ու այդպես իրենք իրար լրացնում են ու բալանս կա մեր ընտանիքում ու ես միշտ հիացել եմ հենց դրանով։ Մայրիկը շատ ուժեղ կին լինելով հանդերձ կարողանում է այդ բալանսը ընտանիքում շատ ճիշտ պահել ու երևի թե այդ իրար զիջելու կարողությունը, իրար լսելու, որ իրար լսում են, հասկանում են, այսինքն մեկը մյուսի խորհուրդը լսում է եւ միասին որոշումներ են կայացնում։ Այսինքն այդ ներդաշնակությունը ընտանիքում կա ու դա է որ երևի ես հիանում եմ, կողքից նայում եմ։ Իսկ կա բան, որ օրինակ նայում ես, ասում ես, չէ, իմ ընտանիքում այսպես չի լինելու։ Այս հարցը կլինի էլի։ Չէ՞։ Միանգամից այդպես ասում, որ դու չխոսես։ Չէ, ընդհակառակը ասում եմ, որ հանգիստ խոսի։ Դե բաներ կլինի ինձ թվում է։ Կլինեն, բայց իմ մտքին հիմա այնպեսի մի գլոբալ բան չի գալիս, որ ես նշեմ, ասեմ, այս մի բանը օրինակ դուրս չի գալիս, որովհետև իրոք շատ ներդաշնակ են, շատ սիրող զույգ են ու իրար հարգում են ու զիջում են։ Աղջիկների հետ կապված մայրիկները միշտ երազանք ունեն, իհարկե, որ մի օր էլ իր ընտանիքը կունենա, իր կողակիցը կունենա, եւ միշտ կան երազանքներ, որոնց մասին երևի թե չենք բարձրացնում, բայց մեկ է ունենք։ Ինչ երազանք ունես քո աղջիկների որ ինչպիսի ընտանիք ես երազում նրանց համար, եւ Ժաննայի համար, եւ Շահիկի համար, չնայած դեռ փոքր է, բայց այդ մոդելը որն է, որ կա քո գլխի մեջ, որ կուզենայիր իրենք ունենան։ Օրինակ 5-10 տարի առաջ ուրիշ կերպ մտածեի եւ կուզեի, այսօր պայմանավորված նորից ժամանակի եւ ամեն ինչի փոփոխության հետ, բացի այդ էլ արդեն որ մեծացել այո ես պատկերացնում եմ, որ մեծանում են արդեն սկսում ես ավելի ոնց որ սառը դուշի պես հասկանում ես, որ ժամանակը մոտենում, ասենց համ ուրախ եմ, համ ասենց վախենում եմ այդ անորոշությունից։ Ոնց որ յուրաքանչյուր մայր էլի, այնքան եմ ուզում մեր երեխաները երջանիկ լինեն, սիրելով ամուսնանան։ Նայ, բայց կուզենայի մի փոքր պրակտիկ նաև խոսեինք, հա, որովհետև հարցը միայն Ժաննան չի, Շահիկը չի, մի ամբողջ սերունդ է, որ բոլորի մասին է ասում, որ ուզում եմ որ ընտանիքն է, որ այս երիտասարդների համար դու կարծում ես ինչպիսի հարաբերություններն են, որ երազելի են, որ լավ կլինի, որ այդպես լինի։ Միմյանց հասկանալու տարաձայնությունների մասին չեմ խոսում, բոլորիս հիմա ասում է երեխեն, բայց ընտանիք ունեն, թեմաներ վեճեր, խնդիրներ են լինում,
կարևորը որ այդ եմ ասում, երբ որ սիրում ես կողքինիդ, շատ բաներում սկսում ես համակերպվել, զիջել, իր խոսքը ընդունել, իսկ այդ է իմ ցանկությունը, որ իմ երեխաները իրենց կողքի մարդու հետ երջանիկ ապրեն, էլի։ Իհարկե, կուզեմ ապահովված լինեն, բայց իմ ընտանիքում, հա, քիչ հոգս ունենան, չտանջվեն, խաղաղ երկնքում ապրեն, երկնքի ներքո ապրեն, մեր այս հրաշք, մեր այս անուշ երկրում ապրեն ու մնան, փառք Աստծո, որ եղել են առիթներ, նույնիսկ շատ գրեցին Ալա Լևոնյանը մեկնել է ԱՄՆ իր տղաներին փախցրել է, բասես բաներ Երբեք, եթե ես ուզենայի գնալ, ես կգնայի 6 տարի, 7 տարի առաջ եւ ես ունեմ 1 տղա, չեմ փախցրել նա այս պահին ծառայում է մեր հայոց բանակում։ Ցավս այն է, որ մարդիկ ամեն գրածի հավատում են եւ այդպես ուղիղ մենք էմոցիոնալ ազգ ենք, չէ։ Հիմա չշեղվելով ասեմ, որ ես ուզում եմ մեր երեխաները իմ բոլորի մեր սիրելի դիտորդների թող ինչ ասեմ, լավ լինեն, անփորձանք լինեն, լավ սովորեն իրենց ապագան կարողանան կերտել, մենք հիմա ինչ կարողացել արել ենք մեր շնորհքով ու մեր երեխաների իմ օրակությունը այն է, որ մեզնից ավելի են ինֆորմացված, զարգացած, ավելի լայն են պատկերացնում ու տեսնում։ Ցանկությունս է, որ առողջ լինեն, անփորձանք լինեն, սիրելով ամուսնանան, շատ բալիկներ ունենան ու շատ կարևոր է որ ապրեն մեր երկրում։ Իմ 3 երեխաների հետ էլ մենք խոսում ենք։ Ժաննան շատ առիթներ է ունեցել, ես շատ ընկերներ ունեմ դրսում, ինքը շատ լավ սովորում է եւ ինքը կպատմի երևի։ Անպայման։ Երբ որ զանգում են ընկերներս, ասում են ալ ջան, թող գա, այստեղ շարունակի, հետո լավ աշխատանք կունենա, կմնա։ Ճիշտ ասած, ես կողմնակից չեմ նախ Այն որ իմ երեխաները ինձնից հեռու լինեն, ես ահավոր սեփականատեր եմ, դա վատ գիծա գիտեմ։ Այդ հարցում էլ ենք խնդիրներ ունենում, երբ խոսում ենք, ասում եմ, մամ, այդպես չի կարելի, էլի, ոնց որ բայց համել իրենց հետ էլ որ խոսում եմ, ես հասկանում եմ, որ իրենք ուզում են ապրեն իրենց երկրում։ Այդ ինձ համար շատ կարևոր բան է, էլի, sense վերամբարձ խոսքեր չեմ ուզում ասել։ Իմ երեխեքի հետ, երեխաներիս հետ որ խոսում ենք, ասեն, պապա ինձ տուն ավշար գնալուց ճանապարհին շատ տարբեր թեմաներով, ես զգում եմ, որ իրենց ճիշտ ենք դաստիարակել, հատուկ խոսքերով չէ։ Իրենք արդեն այդ ամեն ինչը տեսնում են, էլի, հա։ Ինչ ասեմ, մեր երեխաները Բայց Ժաննան, ինչ որ մի բան ուներ ոնց որ, որտեվ երբ որ հարցրեցի ինչ երազանք ունես նրա ընտանիք ունենալու, ինչպեսին ես պատկերացնում նրա երջանկությունը, ասես ես գիտեմ։ Ինչ գիտես։ Ինքը չասեց դա, բայց մենք այս թեմայով որ խոսում ենք մայրիկի հետ, ինքը միշտ շատ սրտանց ասում է որ կուզի իմ կողքին այնպեսի տղամարդ լինի, ինչպեսին իմ հայրիկն է, ու ես լիովին համաձայն եմ իր հետ, որովհետև իմ հայրը իրոք ինձ համար օրինակելի մոդել է կերպար է, հա, եւ հոր եւ տղամարդու ու շատ ժամանակ տարբեր մարդկանց հետ շփվելով համեմատականներ եմ տանում հայրիկիս հետ, որ հասկանամ այս բանը, որ այս մարդը այսպես արեց։ Դա ինձ համար ճիշտ է, ընդունելի է, իմ հայրիկը այդպես անում է, կաներ թե ոչ։ Ու ես համաձայն եմ այս հայրիկիս մտքի հետ։ Ժան, երբ որ սիրահարվում ես, մաման մի անգամից զգում է։ Չեմ սիրահարվում։ Ու մաման ինձ հարցնում է։ Ժաննա, դու բաց ես թողնում ամենասիրուն տարիքը հաճախ սիրահարվելու։ Ինձ ասում է, մամ ջան, գիտես, կան տարբեր տղաներ կան իմ շրջապատում, վստահ եմ այն երկուսին դու հաստատ կհավանես։ Քո բնավորությունը իմանալով ես գիտեմ, որ դու հաստատ կհավանես։ Ասում եմ, բա դու, ասում եմ, չէ, ես հասկանում եմ, որ մենք տարբեր ենք նայում, էլի, դե նոր սերունդ, նոր մոտեցումներ, կսիրահարվի էլի, դեռ չեմ էլ։ Ես հույս ունեի, որ մի հատ սիրուն հիմա պատմություն ա լինելու, ոնց է մաման հասկացել, որ դու սիրահարված ես։ Չէ, սիրուն պատմություն չկա, բնականաբար կան ինչ-որ համակրանքներ, շփումներ, այդ ամեն ինչը կա, բայց կոնկրետ ինչ-որ մի դեպք, որ ես շատ սիրահարված եմ եղել կամ հիմա այդպիսի շրջանի մոտ, ոչ։ Չկա այն խնդիրը, որ մեր ժամանակ կար, մենք որ սիրահարվում ենք, վախենում էինք տանը իմանալ։ Ուղղակի նույնիսկ եթե մտքում սիրահարվում էինք, իմանալ կսպանեն։ Ինչի համար, չէ, սպանելու բան չկա։ Ասեմ, ես ծնվել մեծանալով գյուղում, գյուղական միջավայրում իմ ընտանիքում լուրջ եմ ասում, ես էլ իմ ծնողներին ու եղբորս, քույրերիս այնքան շնորհակալ եմ, չի եղել է այդպիսի բաներ։ Անկեղծ եմ ասում, ես 6-րդ դասարանից արդեն գալիս էի
գրողների միություն, 17 տարեկանում արդեն արձագանք ստուդիա, հետո երգի պետական թատրոն, այնպես չի, որ այսպես ասցին, գնա, չէ, որսավոր չի, բայց թեկուզ դպրոցական տարիքում իմ ընկերների մեջ կային, ընկերուհիների մեջ, իսկապես որ վախենում էին ինչ-որ բան անել, ինչ-որ բան ասել, ես չեմ ունեցել այդ խնդիրը, ունենալով հայր, մայր, մեծ եղբայր, մեծ քույրեր, ես մեր տան 4-րդ եւ փոքր զավակն եմ, չի եղել, հենա իրանք էլ գիտեն, շատ այդ կողմից հանգիստ եմ ու լավ եմ զգում, չի եղել այդպիսի Իմ շրջապատում մեծ մասը տղաներ են, ես տղաների հետ շատ եմ շփվում ընկերություն անում։ Այդպես։ Ինչի՞ հիմա։ Շատ ընկերներ ունեմ։ Երբեք ոչ մի այդպիսի խնդիր չի եղել մեր տանը, կամ արգելքներ, կամ վախեր, որ ինչ որ բան չգնամ պատմեմ, միգուցե վախենում եմ, այդպիսի բան չկա։ Այնպես որ երբ որ լինի, ճիշտ այնքան հանգստանում ա հարցնում ամեն անգամ ուզում ա որ կարող ա մի բան կա, ասում չկա։ Այո, շատ գեղեցիկ զգացում է եւ զգացմունք է, այնպես որ ինձ թվում է այդ որ գա, որ սիրահարվես, նաեւ մաման մի անգամից պիտի զգա, նույնիսկ անկախ դրանից այդ պահին կասես ինքը ամեն բան ասում, մի անգամից կզգա։ Մաման էլ, պապան էլ, երբ որ տուն եմ գալիս, միգուցե կարող է հոգնած լինեմ, անտրամադիր լինեմ, բայց իրանք դա տարբերում են նրանից, թե կարող է մի բան եղել է, մենք քեզ լավ գիտենք, սա քո հոգնած վիճակը չի, ուրեմն մի բան եղել է, պատմիր։ Պատմությունները կշարունակվեն մեր հաջորդ ուտեստի շուրջ, մենք հիմա կանցնենք մեր հիմնական տաք ուտեստին, կփոխենք գինին եւ կշարունակենք զրույցը։ Ես ինչքան ուտեստ ես պատմել, Հերմինե ջան։ Մի քանի։ Շատ աբրես։ Շարունակվում են կանանց տոները եւ իմ գլխավոր գործընկեր Վալան գրուպը հիացնում է իր զեղչերով նախատեսված հենց կանանց տոների համար։ Եվ այսպիսով Volkhvets բրենդային խանութ սրահում 20-ից 25% զեղչ արհեստական երեսպատմամբ եւ էմալապատ ներկված միջսենյակային դռների համար, ինչպես նաեւ զեղչեր 25% զեղչեր Վալանդորս խանութ սրահում, ռուսական Zador եւ բելոռուսական Istok միջսենյակային դռների համար։ Սիրելի կանայք, շտապեք, համոզեք ձեր ամուսիններին անցնել վերանորոգման եւ փոխել միջսենյակային դռներ, այսպիսով դուք կկարողանաք օգտվել նաեւ զեղչից։ Զեղչեր պատրաստելու է միսը միլանյան ձևով։ Սովորաբար սա անում են հորթի մսով, բայց ես որոշել եմ օգտագործել մեր հայկական խոզի չալաղաջը։ Ոսկորը այսպես առանձնացնում ենք մսից, բայց չենք կտրում, եւ միսը պետք է ծեծել, ահա այսպես։ Միսը համեմեք ձեր նախընտրելի ձևով, աղ, պղպեղ, կանաչիներ, ինչ որ ցանկանաք։ Ինձ անհրաժեշտ է ալյուր, հավկիթ եւ չորահացի փշրանք։ Ինքս եմ պատրաստել։ Սկզբից թաթախում եմ ալյուրի մեջ, հետո հարած հավկիթի մեջ եւ վերջում չորահացի փշրանքի մեջ։ Եվ մատուցում ենք, կարող եք մատուցել ձեր նախընտրած խավարտով կամ աղցանով։ Ես մատուցելու եմ թեթև աղցանով։ Այսքան ուտել կլինի։ Վաու, ինչ սիրուն է։ Շատ էսթետ մարդ ես դու։ Ես առաջարկում եմ մեր քո արտաքինով, քո խոսքով, անմիջականությամբ, ճաշակով, սկսած այս գեղեցիկ սփռոցից։ Սփռոցը շատ ենք հավանել։ Հա, սեղնագործած, գիտես մենք գյուղում մի տատիկ հարևան ունեինք, փոքր շատ, այն ժամանակ հողից տուն էր իր տունը, այն որ աննկարագրելի, այն որ այնպես չէր հատակ, չգիտեմ, առաստաղ եւ այլն։ Գնում ենք, թթենի ուներ, գնում ենք երեխաներով թութ ուտում ենք ու գնում ենք Մարինե տատիկներ։ Ներս ենք մտնում, ինքը 90-անց տատիկ էր,
այսպես մեջքը կորված, հազիվ էր ձեռնափայտով քայլում, ամեն օր մենք այդպես ենք ասում, ջրջնում էր այդ հատակը, մաքուր, մաքրակենցաղ ու իր ձեռքով ասեղնագործած բարձի երեսներ այսպես վրան, այս սփռոցը բան ինձ հիշեցրեց ու այդ լավ հոտը եկավ, այդ հայի հոտը եկավ, հայ ընտանիքի, հայ կնոջ հոտը եկավ, որը ես այսօր չեմ համեմատելով, բայց նկատում եմ քո տանը։ Թե դա մեծ Շատ կոմպլիմենտ է հաճելի է, ինձ համար։ շատ։ Շնորհակալ եմ շատ, մերսի։ Ես առաջարկում եմ մենք այս ուտեստի հետ, խոսիմուսի հետ վայելենք հայկական տակառ գինին։ Իմ ամենասիրելի կարմիր գինիներից մեկն է, հնեցված է ֆրանսիական կաղնե տակառներում եւ այս զարդանախշերը ինձ համար շատ թանկ են ու կարեւոր, որովհետեւ ճիշտ իր բույրի եւ համի նման է, անդադ նոր մի գիծ է բացահայտում ու դրանով շատ թանկ է ինձ համար այս տակառը, նաեւ ամբողջ աշխարհում ես կարծում հենց այս գինով են նաեւ սկսել Հայաստանը նաեւ ճանաչել գինեսերները։ Շատ լավ է։ Բույրերը կբացվեն։ Հայաստանում ամեն ինչն է համեղ։ Այո, համաձայն։ Մանավանդ եթե սիրով է պատրաստվում։ Խմեցինք փաստորեն այսօր, կերանք, խմեցինք, ըշտը կերանք, խմեցինք, լմնցավ, հիշում ես ֆիլմը։ Մեր կենացը, ձեր կենացը։ Թեթև դառնություն կար մեջը, որ հաճելի է։ Անապակ տիպ գինի է, անշուշտ։ Ճիշտ է։ Փորձում ենք եւ ասում եք ձեր կարծիքը։ Հյուրասեր Հերմին է։ Ես սիրում եմ, որ տանը շատ մարդիկ են։ Ոնց էլ հասցրել ես, առավոտյան ենք եկել նկարահանել, սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, ոնց է այս աղջիկը այսքան բան հասցրել։ Մինքեր ունեմ կասեր, միսը հալվում է բերանում այ հետ այդպիսին նա։ Շատ չեմ ջուրացրել։ Չէ, իդեալական է ներսը շատ փափուկ, դուրսը խրթան։ Ընտիր։ Ժան, մի քիչ պատմի էլի քո մասին։ Ինչ է հետաքրքիր։ Ես սպասել եմ այս պահը կա, որ դու ինքդ քո մասին պատմես։ Ինչով եմ զբաղվում, ինչով ես ապրում, օրդ ինչից է կառուցված։ Ինձ համար շատ հետաքրքիր է, որտեվ ես քեզ տեսել եմ շատ փոքր ես եղել, ու ինձ համար նաև շատ հաճելի է այդ պրոգրեսը տեսնել։ Իհարկե, փորձեմ պատմել մի քանի բառով։ Դե սովորում եմ այս պահին Հայաստանի ամերիկյան համալսարանում 4-րդ կուրսում, հեսա մի քանի ամսից արդեն կավարտեմ համալսարանը, կառավարման բաժնում եմ սովորում, մարքեթինգ կառավարում։ Շատ ուրախ հավես է անցնում դասերը, շատ եմ սիրում համալսարանական կյանքը, շատ ակտիվ կյանք եմ վարում համալսարանական ընկերներիս հետ, տարբեր կազմակերպչական աշխատանքներով։ Բացի այդ, այս պահին չեմ աշխատում, աշխատել եմ։ Արդեն հասցրել ես աշխատել նաև։ Հասցրել եմ 2 տեղ աշխատել, այո, եւ մասնագիտական եւ ոչ մասնագիտական աշխատել եմ։ Այս պահին փորձում եմ ավարտել համալսարանը, այսինքն դիպլոմային աշխատանքներով եմ ավելի շատ զբաղված, ուզում եմ կենտրոնացնել իմ ուշադրությունը ամբողջապես դասերի վրա։ Բացի այդ ունեմ հոբիներ։ Ասա։ Գնում է բոքսի ես երեխեն։ Բոքսի։ Բոքսի։ Դե սպորտ միշտ եմ սիրել, եղել եմ երկար տարիներ լողորդ։ Այ մեդալներ ունի, ինքն էլ տղասել։ Լողորդներ են եղել։ Լողը ինչու թողեցիր։ Լողը թողեցի այս վերջի տարիներին ավելի շուտ համալսարան ընդունվելուց, որովհետև զբաղվածությունը շատ էր, բայց մինչև այդ շատ փոքր տարիքից զբաղվել եմ լողով, պրոֆեսիոնալ։ Բայց սպորտ միշտ եմ սիրել, չգիտեմ, նաև Սևանում windsurfing-ով եմ զբաղվում։ Դա ավելի շատ էլի հոբիի տեսքով, ոչ պրոֆեսիոնալ։ Այս բոքսն էլ մաման որ ասում է, ինքը այնպես չի, որ պրոֆեսիոնալ ինչ որ գնում եմ, բայց քանի որ գնում եմ նաև մարզասրահ, մարզվում եմ, դա էլ համատեղում եմ նույն մարզասրահում, նույն տարածքում գնում եմ նաև բոքսի։ Դե երաժշտությունն էլ չէր կարող չլինել իմ կյանքում։ Մի բան բոքսի վրա կարող առնենք։ Ինձ հետաքրքիր է, ինչն է պատճառ հանդիսացել, որ որոշել ես բոքսի գնալ։
Որտեվ կան չէ, այդպես մոդայիկ եւ ոչ մոդայիկ սպորտաձևեր, օրինակ, որ աղջիկները բոլորը սիրում են գնալ, օրինակ, չգիտեմ, գեղասահքի կամ սպորտային Գեղասահքն եմ բարերի։ շատ սիրում։ Իրականում փոքր տարիքում գրեթե ամեն ինչով զբաղվել եմ։ Սերոն շատ տեղ է տալիս, ինքն է անպայման այնպես արել, որ եւ լողի եւ դահուկի եւ գեղասահքի երեխաները պարտադիր։ Ամեն ինչից։ Բայց ինքը համեր բարաբանի է գնում, ասեմ ձեզ։ Ես երազել եմ դա անել, չեմ հասցրել, Իրանել ոչինչ չեմ ասել, ասեց ես ուզում եմ սովորել։ Հիմա պարապում։ Ես երաժշտությունը իհարկե շատ մեծ տեղ ունի դեր ունի իմ կյանքում, դե ավարտել եմ երաժշտական դպրոց, դաշնամուր եմ նվագում, բայց դա տարիներ առաջ էր, հիմա այս վերջի մի քանի տարին շատ երազում էի բարաբան նվագել, ուղղակի միշտ չէր հարմարվում։ Եվ վերջապես ժամանակ ունեցա, միանգամից գնացի մայրիկին դիմեցի, թե ում մոտ կարող եմ գնալ։ Այդպես կազմակերպեցինք եւ հիմա շատ մեծ հաճույքով գնում եմ։ Ուրախանում եմ, որ ինքը իր գիտակցումը ունի եւ իր մոտեցումը ունի կյանքին։ Ես մի պատմություն եմ ուզում պատմել։ Սիրով։ Շատ լավ երգում է Իմիջայլոց, մի անգամ շատ փոքր էր, դա շատ տարիներ առաջ իմ օպերայի եւ բալետի թատրոնում մենահամերգի ժամանակ մենք մոկած հարցներ երգեցինք, փոչուրիկ բալիկ էր։ Հիմա շաղիկն է տենց երգում, բայց շաղիկի տարիքի։ Հա, ամուսնուս ծննդյան առիթով ասեց մամ, դե ես չեմ տանը համաշակերտներ ունեմ, հիմա մի հատ էլ իրենց լսեմ, տեսնեմ ոնց են, ասում կոշկակարի կոշիկը ծակա այդ մելն է։ Միշտ բողոքում են, մամա, մի հատ լսի էլի, մի հատ ասում լավ էլի հիմա չես, զբաղված եմ, հեսա ելույթի եմ, ժամանակ չունեմ, ճաշը հասցնեմ, մի խոսքով։ Այդտենց, ասեց մամ, ուզում եմ պապայի ծննդյան առիթով նվեր անեմ իրեն, ասի շատ լավ ես անում։ Ուզում եմ երգեմ, ասեցի, հա, ինչ ես երգելու, ասեց, կիմանաս, դու ստուդիան վերցրու։ Ասում եմ, Ժանո ջան, ստուդիայից առաջ պարապում են, պատրաստվում են, լավ մի հատ չիմանամ, չէ մամա։ Գնացինք, մտավ երգեց, շատ բարդ երգ նախ, որովհետև դա դիապազոնային ինքը տղամարդու երգ է, Ջո Կոկեր, Father Son։ Ես իմ հոր տղան եմ։ Մտավ երգեց, շատ լավ երգեց իրականում, ես չէի լսել ոնց է երգում, հետո արդեն իմ ընկերները, երաժիշտները, որ ուրախությամբ ցույց էի տալիս, գուցե կա այդ բանը, որ Ժանուրին շատ սիրում են, ճանաչում են, էդ էլ գովեստի ինչ-որ ձևով առավել խոսքեր էր, բայց իրականում ինքը շատ եմ ուրախանում, որ ամեն ինչի հանդեպ ունի ձգտում, ու գիտես, շատ հարցերում սկսած արտաքինից, սկսած ներկայանալի լինելուց, շատ հարցերում ինքը ինձ օգնում է, ճիշտ խորհուրդներ է տալիս։ Ես ուրախանում եմ, որ բացի այն, որ ինքն է ճիշտ զգում ժամանակի շունչը, նաև փորձում է ինձ օգնել այդ հարցը։ Շատ կարևոր բան է, դա շատ կարևոր բան է։ Փոքր երկրներում բոլորը գիտեն, ով ում երեխան է, ով որ ընտանիքից է, ում մայրիկն ու հայրիկն են հայտնի եւ այլն եւ այլն։ Եվ սովորաբար հայտնի մարդկանց երեխաները միշտ ինչ-որ առավելություն են ունենում։ Միեցեք չգրված առավելություն։ Դա կլինի դպրոցում, դա կլինի, չգիտեմ, ինչ-որ միջավայրում։ Այդ առավելության զգացողությունը ունեցել ես։ Որպես այդպիսին առավելության զգացողություն չեմ ունեցել։ Շատ ժամանակ նույնիսկ չէին իմանում, թե ում երեխան եմ։ Մենք էլ այդպես չենք սիրում շատ ամենտեղ գնալ ներկայացնել։ Նույնիսկ ընկերներ ունեմ այս պահին, որ երկար ժամանակ իրենց հետ շփվում եմ, շատ հետո են իմացել, այնպես որ երևի թե չի եղել նման դեպքեր, որ բայց դպրոցում դասատուները գիտեին ում աղջիկն ես։ Գիտեին, բայց մայրիկն էլ շատ ժամանակ գալիս էր դպրոց եւ ժողովներին, թեկուզ դասատուների հետ ուսուցիչների հետ խոսում էր եւ ասում էր, որ խնդրում եմ այնպես վերաբերվեք, ինչպես որ բոլորին, եթե ինչ որտեղ թերանում է, ինձ անպայման ասեք, որ ես պարտադիր իմանամ, այդ խնդիրը չի եղել մեզ մոտ։ Ես ուրիշ բան ասեմ։ Ես աշխատում եմ Գազպրոմի դպրոցում, խմբավար եմ, երգչախումբ ունեմ եւ իմ շաղիկն էլ է այնտեղ սովորում։ Ժողովի ժամանակ էլի ուսուցիչներ կային, երբ որ մոտենում ես առանձին հարցնելու, միասին գոլեգաներ ենք, դե շատ են, բոլորս իրար այդպես առանձնապես անձնապես չենք ճանաչում, բայց արդեն 6 տարի է ես այնտեղ աշխատում եմ եւ շաղիկն էլ 6-րդ դասարանում է։ Երկու ուսուցիչ երբ որ մոտենում ես, ասում ես ում ծնողն ես, սկսում են դրա այդ երեխայի մասին խոսել։ Երբ որ իմացան, ասում եմ ոնց թե շաղիկի մա, ալ ջան, իրար հետ սուրճ ենք նետում։ Կամ շաղիկին ասենք թե ուսուցչուհին ասում է, բա ինչի՞ չէիր ասում, ասում է ինչ ասեի։
Չէ, չկա, այդպիսի բան չկա, թող իրենք հանգիստ ազատ, հետո ես ինչքան էլ որ մեկ-մեկ այդպես շատ պատահական կարող է կոմենտներ նայեմ, հանդիպում եմ, որ մեծամիտ կամ որոշակի բաներ դե Քո մասին։ Ես էլ եմ շատ զարմանում իհարկե։ Ընդհանրապես իր մասին։ Իմ մասին չի դա, բայց ուզում եմ ես ասել, որ հեչ այդպիսի բան չկա։ Ես իմ ներաշխարհով այնքան ներդաշնակ եմ ապրում ինքս ինձ հետ, որ այդ խնդիրը չունեմ որևէ բան ապացուցելու եւ իմ երեխաներն էլ այդ խնդիրը չունեն ու շատ էսպիսի դեպքեր են եղել, նույն լողավազան երբ որ շաղիկը գնում էր, երբ որ գնացի, դե ես շատ եմ, չէ, գնում եւ դպրոցներ եւ համալսարանական ինստիտուտներ հանդիպումների, ուրախացած եկան այդ ուսուցիչները, լողի մասնագետները ու իրենց թվաց ուղղակի, որ ես դպրոցի ինձ հյուր կանչել։ Հա։ Ու երբ որ ասի ոնց է իմ աղջիկը, ինչ առաջադիմություն ունի, ասեցին ով է ձեր աղջիկը, ասում եմ շաղիկ, ասում եմ ոնց թե շաղիկը, ուզում ասեմ չէ, հետո իրենք նորից ասում են, բա ինչ չեք ասում, ինչի պիտի ասեմ, ինչ պիտի փոխի, ընդհակառակը, եթե ես ուզում եմ իմ երեխաները ճիշտ ուղով գնան, սա լավություն չի իրենց, ընդհակառակը, հələ մի բան էլ իմիջիալուց իմ հայրն էլ, այն ժամանակ ոչ մեկս էլ հայտնի չէին, բայց հիշում եմ որ դպրոց էր գնում, որոշակի ծնողներ ասում էին, բան արեք էլի մի քիչ այն ժամանակ 10 բալային համակարգով չէր 5 է 4 մի դիրելի ես մի առարկանա թող 5 լինի կարմիր դիպլոմ ստանա իմ հայրը ասում էր այնպես չլինի հա որ 4 լինի 5 նշան անպայման թող ցկտեն 5 է այսինքն ես իմ ծնողներից եմ դա սովորել ու ճիշտ է այդպես շատ ճիշտ է թող իրենց ուղին ճիշտ հարթեն, հա, պարզ է որպես ծնող շատ երեխաների եմ օգնում, որ մնաց իմ երեխաների կողքին չլինեմ, բայց հավատացեք չկա այդպիսի բան ու թող հանգիստ իրանց համար իրանց ուղին Ինչ հարաբերություններ ունեն Ժաննան ու Շաղիկը իրար հետ, որտեղ տարիքային տարբերություն կա, բայց այնուամենայնիվ 10 տարի ուղիղ 10 տարի իրերեք, նայած պատմի էլի, շատ է ջղայնացնում։ Չէ, ընդհանրապես չի ջղայնացնում։ Հաշտ իրերեք։ Շատ։ Իրականում Շաղիկը շատ ավելի մոտ է եղբորս հետ։ Ահա։ Իրենք շատ մտերիմ են, ես երևի թե քանի որ ինձ զբաղվածությունը շատ է, ես այդքան շատ ժամանակ չեմ կարողացել իրեն տրամադրել, բայց քանի որ այս պահին եղբայրս բանակում է եւ քույրս շատ տխուր էր այդ առիթով, մենք ավելի մոտիկացանք այս շրջանում։ Եվ ինչքան հնարավոր է փորձում եմ իր հետ շատ ժամանակ անցկացնել, տարբեր զվարճանում, թատրոն, իրար հետ հաճելի ժամանակ անցկացնել, ինքը շատ ինձ խորհուրդներ է հարցնում եւ փորձում է նմանվել ինձ, ինչպես ես եմ ժամանակին մայրիկին փորձել նմանվել։ Այդպես գալիս է շատ ժամանակ ինքն էլ իմ օրինակ հակածին կարող է ասել, օրինակ սա կարող է այսպես չհակնես, սա հակնես։ Այնքան քեզ է արդեն։ Ինքն էլ ինձ է, այո, ինքն էլ ինձ է խորհուրդներ տալիս, ես հաճույքով լսում եմ, ծիծաղում եմ։ Հետաքրքիր է, չէ՞, սերունդի փոփոխ։ Իհարկե, շատ հետաքրքիր է։ Իսկ իրերը իրար հետ կիսելու խնդիր դեռ չունեք։ Կարծում եմ դեռ չունենք, որովհետև տարբերությունը շատ է։ Բայց միևնույն է, նույնիսկ հիմա 11 տարեկան երեխաները սիրում են, չէ՞, խնամքի միջոցները, չգիտեմ, աքսեսուարները, հա, աղջիկները շատ են սիրում եւ այդտեղ պիտի որ ինչ-որ կոնֆլիկտ լինի։ Կոնֆլիկտ չկա, որովհետև ինքը նախ շատ նրբանկատ երեխա է, շատ, չգիտեմ, ճիշտ է մոտենում, խնդրանքով միշտ սիրով գալիս է խնդրում, հարցնում, նոր ինչ-որ բան վերցնում է, ես բնականաբար երբեք չեմ մերժում, իսկ որպես այդպեսին հա խնդիր չկա, բախումներ չեն լինում, ու ինքը շատ լսող է։ Իսկ խաղող երեխեք են։ Ցենց են, խաղաղ չեն, բայց կարևորը իրար հասկանում են, չէ, ես չի որ մեր դիմա կարող է տպավորություն լինի։ Չէ, իդեալական չեք ներկայացնում։ Չէ, ինչ կային ասում, բայց մյուս կողմն էլ կա, որ ուղղակի կոնկրետ բան չի, որ ես հիմա անկեղծորեն ասեմ, չէ, մեծ կոնֆլիկտներ չեն։ Նայ, եթե Շաղիկն է Ժանուլի նման ունենար բնավորության գծեր, միգուցե Շաղիկը շատ ավելի մեղման ուղղակի, լսող է։ Հասկանում եմ բոլորի մեջից գանգստեր Մաքսը բայց Ժանուլին ինքը ինձ շատ է նման, Ժանուլը ինձ է նման։ Ես շատ ժամանակ նույնիսկ կատակով Շաղիկի հետ խոսում եմ, ասում եմ, ես ինչ բան անենք, օրինակ, մայրիկից թաքուն, փորձում եմ իր ռեակցիան հասկանալ, ինքը չէ, միանգամից ես առանց մայրիկին ասելու, սա չեմ անի, ես գիտեմ, որ սա նրա դուրը չի գա, ես նույնպես չեմ ուզեի անել, ու ինքը այդ առումով
շատ շատ լավ է, ես փորձում ինչ-որ բան մտցնել, բայց չի տրվում սադրանքներին։ Բավականություն չլինի, որ իդեալական է ամեն ինչ։ Չէ, աստված չանի շատ իդեալական։ Մի ասա, ինչքան անհետաքրքիր մարդիկ են, որ պիտի խնդիրներ չլինեն։ Այսօր երիտասարդ աղջիկների շատերը ձգտում են այսօրվա գեղեցկության չափանիշներին համապատասխանել, հա, չափազանց շատ պլաստիկ վիրահատություններ, ավելացնել, պակասացնել եւ այլն, մեկ էլ հասկանում ես, որ մի տարի առաջվա լուսանկարը չի համապատասխանում հաջորդ բոլորն իրար նման են։ Բոլորն իրար նման, բոլորը սիրում են նույն տիպի հագուստ ունենալ, որտեղ տրենդի մեջ է, մոդայի մեջ է եւ այլն։ Ոնց անել, որ այդ չտրվել այդ տրենդային գայթակղություններին ու այս բնականությունը կարողանալ պահել։ Երևի թե պետք է կայացած լինես, ունենաս քո ոճը, քո պատկերացումները ընդհանրապես կյանքի նկատմամբ ու գեղեցկության, ընդունես քեզ, բնականաբար խնամված լինելը միշտ լավ բան է, տրենդի մեջ ճաշակով լինելը միշտ լավ բան է, բայց այդ չափը չանցնելը շատ կարևոր է։ Ես չգիտեմ, ես ինձ դուր եմ գալիս, չեմ փորձում ինչ-որ բաներ փոխել, բայց խնամված լինելը եւ ինձ լավ նայելը Եթե թույլ կտաք։ Սիրով, իհարկե։ Որովհետեւ վերջերս էլի տես, այսօր անկեղծության օր է։ Ինչ հաճելի է։ Վերջերս էլի այդպիսի մի բան, Ալա Լևոնյանը վիրահատել է, դեմքը փոխել է։ Ուրեմն ձեզ ասեմ, որ գալիս է մի տարիք, երբ դու ուզում ես պահպանել քո տեսքը եւ Երևան նույնիսկ ավելի գեղեցիկ։ Կա այդպիսի կին, որ դա չի ուզում։ Իմ ապրելակերպով, իմ երգերով, իմ խոսքով, ես միշտ բնականության, օրինաչափության մեջ եմ ապրում, բայց ուզում եմ ասել, որ խնամված լինելը շատ կարևոր է։ Այն, որ ես միջամտություններ անում եմ ոնց որ եւ շատերը, հիմա չթվարկենք փոքրիկ միջամտություններ, որպեսզի կարողանաս այդ թարմությունը պահպանել, մանավանդ եթե հանրային մարդ ես, բայց այդ իրենց որակած վիրահատությունները դրանք չեն եղել։ Ուղղակի ասեմ, որ իմանա, որտեվ շատ են գրում, այն որ փոխվել եմ, այդպես է, որտեվ գիտես ժամանակի հետ ասում եմ, երեխեքն էլ հետս փոխում ես հագուստ, խնամված ես լինում, մազի ձև, գույն, մի հատ թարթիչ, մի հատ հոնքդ ես ուղում, մի հատ բոտաքս ես անում, մի հատ չգիտեմ, այդպիսի բաները ես չեմ էլ թաքցնում, որ անում եմ, շատ վատ կլիներ, եթե ես ինձ չհետևեի։ Բացի այդ էլ տարիքի հետ կանայք կան, որ իրենք քիչ-քիչ 30-ից հետո գնում են դեպի կամաց-կամաց ծերացում, կանանց որոշակի փոքր խումբ կա, որոնք օրինակ ես ինձ առաջ այդքան չէի հավանում։ Տարիքի հետ մանավանդ ներքին այդ հագեցածությունը, բավարարվածությունը, որ լինում է, մի քիչ էլ կոմպլիմենտները շատ անում են, դու սկսում ես փորձում ես ավելի այդ ներաշխարհդ քո արտաքինի վրա էլ բան անել, էլի։ Ուզում եմ ասել, այդ ամեն ինչը կնոջ տեսակից էլ է, տարիքի հետ փոխվում ես, նիստուկացը, հայացքը, չգիտեմ, մի քիչ էլ դեմքիդ, էս, մի քիչ հագուստ ու դու փոխվում ես, բայց այդպես որակել, որ վիրահատական ինչ-որ բան, այդպիսի բան չի եղել։ Ես էլ եմ համաձայն, մանավանդ Ժաննայի տարիքում բնականաբար որևէ բան չեմ արել, վերջին արդեն կլինի մի 4-5 տարում սկսել եմ անել այնպիսի բաներ, ոնց որ շատերը, բայց փորձում եմ, որ դա լինի չափի մեջ, որովհետև ինչքան էլ տեսքդ շատ կտրուկ փոխես, ներաշխարհդ չի փոխվի։ Ճիշտ է, դու քեզ նայում ես, դուր ես գալիս, համեմատում ես շատ տարիներ առաջվա նկարների հետ, բայց կա այդպիսի մարդ, որ չի փոխվում։ Չկա։ Եթե փոխվում ես, ուրեմն դեպի ավելի լավը։ Սա է։ Գիտես, բայց ինձ ինչներ միշտ հետաքրքիր, դու այն եսակի մարդկանցից ես եղել հայկական շոու բիզնեսի, որ նաև չես վախեցել տգեղ Երևանից։ Խոսքս Վարվաջանյանի տեսահոլովակների մեջի, այո, շատերը ասում են, ես պիտի պարտադիր սիրուն լինեմ։ Այ իմ տեսահոլովակում ես պիտի պարտադիր լինեմ։ Իսկ կարի ուտես, որ Ալա Լևոնյանը չէր վախենում, այսպես ավելացրած հոնքերով, չգիտեմ, աննկարագրելի, անհամատեղելի, անհամեմատելի մի բան իրականության հետ նույնիսկ, բայց արի ու տես, որ դու գնում էիր այդ քայլին։ Իհարկե, եթե արտիստ ես, եթե
թեկուզ այդ 3-3.5-4 րոպեն պիտի դեր խաղաս, պիտի խաղաս, մեկը պիտի Հա, խաղաս։ բայց չէիր վախենում այդ շտամպից, որ այս գեշոն, այս չի, որտեղ տեսահոլովակները չէ գնահատում։ Այո։ Մինչև հիմա այդպես են գնահատում, չեն հասկանում, որ դա կերպարի դեր ես խաղում։ Իսկ ես ներքին հեղափոխական տեսակ եմ իմ այս մեղմության մեջ, որ ասում են ինչ մեղմեք, ինչ հանգիստ եք, ես շատ ծայրահեղ եմ։ Երեխեն կարա ասի, որ ես կարող եմ լրիվ հակառակը լինել եւ այն ինչ որ տեղ կարող է վտանգավոր լինել, ինչ որ տեղ կարող է առիթ տալ ինչ որ բաների, ես դա անում եմ։ Նախ ինքս ինձ համոզելու, որ ես դա արեցի։ Ահա։ Ես այդպես ապրել եմ, որ հասել եմ այսօր այս վիճակին, ինչ որ ես ունեմ ու փառք Աստծո, էլի։ Եվ Էլվինան Մակարյանի միջայլոց մեր սիրելի, ես իրեն անձամբ չեմ հասցրել ճանաչել, բայց հենց նույն Արմանին Աղաջանյանը ասել էր, որ ինչ գովելի է ալամ, որ չի վախեցել այդ կերպարից, դա ճիշտ արտիստի ճիշտ ուրեմն պահվածք է, այնպես որ կերպար կերտելը, դեր խաղալը դա լուրջ բան է, մանավանդ որ գիտես, որ խոսակցություններ են լինելու, Անշուշտ, որովհետև չի կարելի, այդպես դու էլ կիմանաս, դերասանուհի ես, դերից հետո երեխեք պատմում են, ասում են այդ վատ դերից հետո դրսում տեսնում են, այդ ինչ արեցիր այն երեխուն, չեն հասկանում, որ դա ֆիլմում փոքրիկ դեր է, ոնց կարելի այդքան ուղիղ ինչ վերնագիր տեսնել, հավատալ, ում խոսքը լսել, ով ինչ ուզում խոսում է, բոլորը հավատում են ու սկսում են խեթնել, այդպես չի սիրելի ժողովուրդ, վերջապես կարողացեք անալիզ անել, վերջապես ճանապարհ կա անցած, վերջապես տեսակ կա, պետք է կարողանանք տարբերակել, ես ձեզ շատ սիրում եմ, միջայլոց ասեմ։ հրաշալի է, Ալա, դուք ապրում եք բնակարանի մեջ, այլ ոչ թե առանձնատանը։ Այո։ Ես ես վերջերս իմիջիալցիայինի դիալոգը ունի նոր գործընկեր եւ դա առիթ դարձավ ինձ համար ուսումնասիրելու մի ոլորտ, որին նախկինում ծանոթ չէի եւ սկսեցի հետաքրքրվել արդեն աշխատանքի բերումով, բայց նաև հասկացա, որքան կարևոր է, խոսքս արևային կայաններն են, Իտալ Սոլար ընկերության մասին եմ խոսում, երբ որ հասկանում ես իսկապես երբ որ հասկանում ես թե տարվա ընթացքում այս արևը, որ հավերժ ճառագում է եւ Հայաստանը օրհնված է պարզապես արևի այս ջերմությամբ, ոնց մենք չենք օգտագործում այս հնարավորությունը եւ ամեն ամիս մի մեծ հաշիվ ենք մեր էլեկտրաէներգիայի համար վճարում։ Եվ արի ու տես, որ այս ուսումնասիրությունները ինձ բերեցին դրան, որ ես սկսում եմ մտածել եւ ուսումնասիրել արդյոք հնարավոր է մեր շենքում ունենալ արևային կայաններ, թե չէ։ Ինչ է իմ սիրելի գործընկերը առաջարկում։ Մինչև մայիսի 31-ը ցանկացած մարդ, ով կգնի Իտալ Սոլարից արևային կայաններ, կմասնակցի խաղարկության եւ 3 հոգի հաղթելու են, հաղթողների ամբողջ գումարը արևային կայանների ընկերությունը ինքը վճարելու է։ Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցելու են խաղարկության, անկախ նրանից կհաղթեն, չեն հաղթի, 3 ամսվա ապառիկի գումարը ամբողջովին կվճարի հենց Իտալ Սոլար ընկերությունը։ Եթե կարելի է արևից բնական Աստծո տված արևից ջերմությունից լույսից ստանալ ինչ որ բան, որը կարելի օգտագործել լավ բաների համար, հետեւաբար ուրեմն արժի դրա մասին խոսել եւ նույնիսկ անել։ Ես գիտեմ մարդիկ, որոնք արդեն դրանով զբաղվում են, ունեն ջերմոցներ։ Այո։ Հենց որ սիրելիներս կարող եք օգտվել։ Այո։ Ես առաջարկում եմ մենք ավարտին հասցնենք մեր տաք ուտեստը եւ հետո փորձենք իմ պատրաստած դեսերտը։ Էլի կա։ Քաղցր։ Ես քաղցր շատ չեմ սիրում, տեսնենք ինչ է։ Ես բայց մենք անպայման կփորձենք։ Թեթև բան է։ Հիմա պատրաստելու եմ պաղպաղակ եւ վստահ չեմ, որ ստացվելու է ինձ մոտ։ Եկեք փորձենք։ 100 գրամ շաքարավազը եւ 2 ձվի դեղնուց հարում ենք։ Իդեպ ես պատրաստում եմ 4 հոգու համար, դուք կարող եք անել կրկնակի 8 հոգու համար։ Հարում ենք հարիչով։ Բարձր յուղայնությամբ սերուցքը 30-ից 35% խտությամբ լցնում ենք կաթսայի մեջ 200 միլիգրամ։ Սերուցքի վրա ավելացնում եմ նաև 75 միլիգրամ կաթ։ Հենց սկսում է եռալ, չենք դադարում հարելը դեղնուցը, բարակ շիթով լցնում ենք մեջը սերուցքը եւ կաթը։
հարվել են միասին դեղնուցը, սերուցքը, շաքարավազը, կաթը եւ հիմա պետք է մարմանդ կրակի վրա եփենք։ Եվ ես ունեմ պատրաստ մանգոյի պյուրե, հյուս, ավելացնելու եմ արդեն այս զանգվածին եւ շարունակելու եմ խառնել։ Եվ հովանալուց հետո դնում ենք սառցարանը։ Սա ինչ է, Հերմին է։ Սա պիտի լիներ մանգոյով պաղպաղակ, բայց չգիտեմ ինչքանով է լավ ստացվել կամ Շատ գեղեցիկ է, շատ։ Չէ, հաստատ լավ է ստացվել։ Ընտիր դու ինձ անկեղծ կասես։ անպայման։ Վայ, շատ սիրուն է, Ժան, ես էլ կարող ենք իմանալ մի հատ ինչ Հա, կիմանանք։ Բա որ համեղ է լինի, ինչ լավ կլինի։ Հաստատ համեղ։ Քո Չէ, հաստատ պետք է պատրաստածը համով կարող է լինի։ համեղ չլինի։ Ես առաջարկում եմ հետը խմենք պորտո։ Մի փոքր թունդ է։ Խնդրում եմ, մի հատ։ 3, այո, դե այդպես է, 3 տարի հնեցված, քաղցրահամ եւ մի փոքր էլ թունդ։ Ափսոս Ժաննան շատ առողջ է, ապրում եւ չփորձի։ Ես առողջ եմ, ինձ լավ։ Հա, ես էլ ճիշտ ասած, Ալլա ջան, մենք Միկումը ինչ պիտի անի։ բայց գիտես, որ ինձ լսես միկում կփորձես Ժան։ Ես հոտը։ Սա շատ յուրահատուկ բան է։ Շատ լավն է հոտը։ Նորից։ Ոչինչ, նորից կանենք։ Չէ, ուղղակի ձեռքդ մի հատ։ Էս գնալու է եթեր։ Չէ։ Դե լավ, ես կբերեմ էս կողմ։ Չէ, ոչինչ, այդ լցրելը կարան կտրենք։ Թողնենք առաջին Ալան փորձի։ Վայ, շատ լավն է։ Փորձի։ Ասեմ, որ լավն էր։ Դու ուղղակի իմացի։ Ես հոտից զգացի, որ Հետագայի շատ լավ։ համար, որ Մենք դեսերտն էինք ուզում թողնեինք դու փորձես։ Մի հատ դեսերտ դու փորձի, հասկանանք։ եթե։ Վայ, ինքան իմ սիրած գույներից է իմիջալից կարճիչնի գույնը, հա։ Ես պաստելային բոլոր գույներն եմ սիրում։ Իա։ Մի ողջ Հայություն։ Բայց անկեղծ։ ասեմ, Ասա։ Որ իմանամ էլի պատրաստեմ թե չէ։ վայ, հաստատ պատրաստի, կթողնես մի քիչ էլ սարի, որ այսպես կրեմի պես չլինի, եթե պաղպաղակա, ավելի պաղպաղակի նման լինի։ համը անկեղծ, անմահական է, լուրջ Ժանջան, մի Դե հատ փորձում իմանաս, ենք ուրեմն։ շատ համով ցավ տանեմ, ապրես։ Շատ բալանսավորված քաղցր։ Հետաքրքիր է, ես քաղցր չեմ սիրում, բայց կան բաներ, որոնք շատ քիմքիս հաճելի են։ Հա, համաձայն եմ։ Ես էլ շատ քաղցրակեր չեմ, պայքարում եմ քաղցրի համար, բայց այսքանը բավական է, որ ես պայքարում, Չէ, ես պայքարում եմ։ Ես օրինակ որ գնում եմ ինչ-որ գնում սնունդ հարսանիք, ասում կարող եմ տորտից սկսել։ Չեն ուտում շոկոլադ չի։ Այս շոկոլադ չեմ ուտում։ Ես խմեմ, գնամ։ Ալ, Ջան, դասավանդում ես, այսպես հպանցիկ անցանք այդ թեմայի վրայով, բայց ես շատ կուզենայի խոսեինք դրա մասին, որովհետև ինձ թվում է դասավանդելը եւ ուսուցչությունը իր մեջ մի այսպիսի միսիա ունի, որը շատ կարևոր բան է մասնագետի համար, սերունդ կրթել, գիտելիքը փոխանցել, ինչ զգացողություն է դա առհասարակ, երբ որ դու գիտես, որ սերունդ ես կրթում։ անկեղծ ասած, տարիներ առաջ, երբ առաջարկներ էին լինում եւ երաժշտական դպրոցի տնօրինության կողմից եւ եղել է նաեւ Երգի պետական թատրոնում, երբ Արտուր Գրիգորի չկար։ Ես իհարկե նաեւ դասավանդել եմ որոշակի ժամանակահատված ջազ քոլեջում, ուսանողներ եմ ունեցել, շատ վախենում էի։ Ինձ համար այդ այնքան պատասխանատու ու կարևոր գործ է, ինքնանպատ ընդհանրապես ամեն ինչին պատասխանատվությամբ եմ վերաբերվում, բայց երեխաներին կրթելը շատ ինձ համար կարևոր է եւ գիտես, հեչ կարևոր չի, թե դու ինչպիսի երգչուհի ես, դու կարող ես լինել շատ լավ երգչուհի, բայց որպես դասատու հենց այդ բառն եմ ասում, էլի, բան չլինես, ճիշտ չկարողանաս հոգեբանորեն բերել երեխային նրան, որ ինքը եւ լավ սովոր եւ ուզենա դա անել։ Հետո երբ այդ պանդեմիայի շրջանը նոր էր ավարտվել եւ առանձնապես չէինք երգում եւ ես շատ ավելի ազատ ժամանակ ունեի եւ հրավերը եղավ, սկսեցի աշխատել, զգացի, որ այդքան վախենալու չի, նույնիսկ շատ հաճելի է եւ ես հիմա աշխատում եմ Գազպրոմի դպրոցում, ասացի, որտեղ եւ իմ աղջիկն է սովորում, ունեմ երգչախումբ երեխաների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարանի 50 հոգեանոց խումբ է ու մենք գրեթե ամեն ամիս շատ լավ, շատ լուրջ թեմատիկ համերգներ ենք ունենում
Այ այնքան լավն են մեր երեխեքը, այդ ինչ լավն են, եւ մեծ են, եւ փոքր են, եւ չար են, եւ չարաճճի, եւ համովիկ են։ Չգիտեմ, ինձ համար մեծ բավականություն է իրենց հետ աշխատելը, բացի այդ ճիշտ է ժամանակ չեմ ունենում եւ կարծում եմ դեռ քանի գործող երգչուհի ես կարող ես քեզ թույլ տալ այդ գործին չանցնել, որտեվ եթե մի բան անում ես, դե ամբողջովին դրան նվիրվես, բայց երբ որ շատ լինում են շատ տասնյակ վերջին 2 ամսում հատկապես խնդրանքներ, որպեսզի ունենամ դպրոց կամ գոնե պարապեմ անհատապես, ես դեռ պատրաստ չեմ դրան, բայց արդեն քիչ-քիչ մտածում եմ, որովհետև վերջերս շատ են ակնարկում, շատ են ծնողները զանգահարում, գրում են ինձ Instagram-ով, ես Facebook-յան հարթակում չկամ, եւ իմ աշակերտներից երգչախմբի, նաեւ ոչ իրենցից մի քանիսի հետ պարապում եմ, բայց ուզում եմ մեկի մասին հատկապես խոսել, Գառնիկ Մսրյանի, որին մեր դիտորդները շատերը կճանաչեն, ինքը շատ ակտիվ, շատ լավ պատրաստված երաժիշտ տղա է, դաշնակահար, որի հետ աշխատեցինք եւ ամիսներ առաջ մեկնեցինք Կիրգիզիա, որտեղ մասնակցում էին 131 երկրներից, ներողություն, 131 մասնակցից մի քանի երկրներից ու եւ դա իմ առաջի փորձն էր եւ Գառնիկի, որտեղ ինքը դաշնամուրային մրցույթների շատ է մասնակցել, բայց որպես երգիչ չէր մասնակցել ու երջանկացանք, երբ նա առաջին մրցանակ ստացավ Կիրգիզիայում, իսկ հիմա մայիս ամսին մեկնում ենք Պետերբուրգ մասնակցելու վերջնական փուլին Grand Prix-ին, տեսնենք ինչ կստացվի։ Հաջողություններ։ Շնորհակալություն։ Ասում ես, որ պատրաստ չես դեռ առանձին դպրոց ունենալու, դե ինչքա պատրաստ լինել ես, որով երկու երգ է ունենում, արդեն դպրոց ունի, ստուդիա ունի, այս տարիների փորձը, վաստակը, միթե այդքան դժվար բան է, որ այդքան բոլորը բացում են, էլի։ Ես չգիտի, ինքը տեխնիկական խնդիրների մասին է նաև, պետք է ունենաս, կարողանաս վարձակալել տարածք, պետք է ունենաս թիմ, ես հիմա այս պահին մի տեսակ ներքին փակվածություն կա մեջս, դեռ նոր փորձում եմ վերագտնել ինքս ինձ, բացի հետ էլ որ ելույթները շատ են փառք Աստծո, ես շատ եմ շրջագայում, նույնիսկ այս վերջի տարիներին, համեմատաբար մի 10 տարի առաջվա բնականաբար այդպես չի, բայց դեռևս ինձ շատ հրավիրում են ու երեկոներն էլ նաև աշխատում եմ տարբեր հաստատություններում, դրա համար ոնց որ չի հասնում դրան, բայց եւ ունեմ աշակերտներ, որոնց դասավանդում եմ վոկալից բացի, ավելի շատ շեշտադրումը իմ ոճաբանությունն է, ստիլիստիկա կոչվածն է, որը շատ եմ կարևորում, որովհետեւ կարող են լավ ձայներ ունենալ, լավ տվյալներ ունենալ, բայց չգտնել իրենց, էլի, այդ հոգեբանությունը, այդ խոսելը իրենց հետ, պատրաստելը, բերելը այդ հոգեվիճակին, հասկացնելը, որ բոլոր ոճի երգերը չի, որ դու նույն ձայնով, նույն տեմպրով, նույն ձևով երգես, մի խոսքով շարժ ու ձև, հագուստ, ամեն ինչ կապ ունի։ Բայց կարծում եմ, հա, այս վերջի շրջանում նույնիսկ ինձ Ուրուգվայից էլ զանգեցին, փորձեցին կապ հաստատել հետս եւ ուզում էին, որ իր աղջկա հետ պարապեմ on-line, բայց ես ինձ համար իհարկե շահեկան է այդպիսի առաջարկները, բայց չեմ ուզենա ուղղակի հենց այնպես, որ ասեմ, որ ես սա անում եմ, on-line պարապելը մի քիչ բարդ է, պիտի կողքդ լինի, պիտի զգաս շունչը, ձեռք տաս, տեսնես ոնց է շնչում, իր աչքերի մեջ նայես, գիտես, չեմ ուզում ուղղակի այդ ռասպևկան այդ ձայնավարությունը անեմ ու երգ տամ, ասեմ, սովորեք եւ այլն։ Դրա համար մերժեցի, բայց նաեւ Մոսկվայից էին զանգահարել իմիջայլոց, ես տարիներ առաջ ունեցել եմ 2 աշակերտներ, աշակերտուհիներ 20 տարեկանից բարձր, որոնք հենց ուղղակի ուզում էին իմ ոճի մեջ երգել, նրանք երգիչներ չդարձան, չէին էլ պատրաստվում, բայց հենց այս ոճն էին ուզում եւ մենք աշխատեցինք մի քանի ամիս, այդպիսի բաներ պարբերաբար անում եմ, բայց հիմնական կարծում եմ, որ պետք է իսկապես մտածեմ, որտեղ շատ են այդպիսի առաջարկները։ Այո, իհարկե։ Ժան, իմիջիայլոց քո միջոցով մենք հիմա կարող ենք մի հատ այսպես դիտարկում անել, որքանով է փոխվել երգարվեստը, ինչու քո միջոցով, որովհետեւ դու
բավականին վաղ տարիքից անդադ մամայի հետ ես եղել եւ նրա ընկերներին ես լսել, գոլեգաների եւ անդադ համերգներին ես եղել, պես կուլիսներում մեծացած երեխա ես եւ հիմա էլ այն տարիքում ես, որ ես նոր հնչող երաժշտությանն ես վստահ եմ տիրապետում, ովքեր են երգում, ինչ են երգում եւ այլն եւ այլն։ Շատերին չգիտեմ։ Անշուշտ, բայց վստահ եմ, որ Ժաննան գիտի։ Այ ինչպես է փոխվել այս, չգիտեմ, քեզ քանի տարեկանից ես հիշում։ 5 տարեկանից ընդունենք, հա, 15 տարվա մեջ, եւ որ լսում էիր եւ հիմա այն ինչ որ լսում ես, որքանով է փոխվել երաժշտությունը։ Խոսքս Հայաստանի մասին է իհարկե։ Շատ է փոխվել իհարկե, բնականաբար ինչպես առաջ այնպես էլ հիմա կա եւ վատը եւ լավը։ Ուղղակի երևի տարբերությունն է նա, որ հիմա վատը ավելի շատ է երևում։ Այդ հնարավորությունը բոլորին տրված է երևալու, որը ես կարծում եմ սխալ է։ Ժամանակին հենց նույն հեռուստատեսությամբ լսվում էին միայն մեծամասամբ որակյալ երգեր, որակյալ աշխատանքներ, տեսահոլովակներ, իսկ այսօր մարդիկ կարողանում են իրենց ցույց տալ եւ այդ վատը գերակշռում է, որովհետեւ շատ է երևում, բայց բնականաբար մենք ունենք նաեւ շատ լավ որակով երգիչներ, երգչուհիներ, ում ես ինքս շատ սիրում լսում եմ, բայց իհարկե նաեւ լսում եմ ավելի հին սերնդի ներկայացուցիչներին, եթե խոսում ենք հայերի մասին, չգիտեմ, կարող եմ անուններ տալ։ Մենք միայն ուրախ կլինենք։ Այսօր խոսեցինք Արմանի Ծաղաջանյան, ուզում եմ իրեն էլ բարևներ ուղարկել, իրեն շատ եմ սիրում, լսում եմ իր երգերը միշտ ամեն օր մեքենայի մեջ, ինքը շատ սիրուն երգեր ունի։ Չգիտեմ, լսում եմ Սիրուշոյին շատ եմ հավանում, Էրիկին, Շատ կան։ Իսկ արդեն այսօրվա ձայներից, հա, եթե համարենք իրենց մի քիչ ավելի ավակ, այսպես, հա։ Այսօրվա ձայներից Բրյունետին երևի կառանձնացնեմ, որ էլի շատ սիրուն, շատ հետաքրքիր ոճով աղջիկ է ու շատ արտիստիկ, շատ տաղանդավոր։ Ես էլ լսում եմ, այնքան հավանում եմ, այդ որ թերթում եմ, չէ՞, բայց անունները չեմ կարողանում հիշել, բայց այն որ շատ տաղանդավոր են մերոնք, այնքան եմ ուրախանում անկեղծ, շատ տաղանդավոր ենք եւ Այսօր շարժիչ ուժը ձեր սերնդի համար որպես ստեղծագործող մարդիկ, ո՞րն է մասնագիտության մեջ։ Ինչին եք ձգտում։ Կոնկրետ ձգտում չկա։ Ես փորձում եմ մնալ ու պահպանել այն երաժշտությունը, դե հիմնականում գիտեք, ես եմ ստեղծագործում, 80%-ը իմ երգերն են։ Փորձում եմ դուրս չգալ այդ շրջանակներից, չնայած որ ասացինք Արման Աղաջանյանի հետ այդ տեսահոլովակները լրիվ ուրիշ տեսանկյուն, լրիվ ուրիշ անկյունում են, բայց չէ որ էտել եմ ես, չէ, եթե արել եմ, ես երբեք չեմ անում այն ինչ որ ցույց տամ որ սա էլ կարող եմ, չէ, ես ավելի հանգիստ եմ այդ առումով եւ բնականաբար նոր սերունդը, նոր երգիչները, նոր ոճը որ գալիս է, երիտասարդների հետաքրքրությունը ավելի նորին է։ Բայց դա ինձ չի նեղացնում եւ ես ընդունում եմ որ միշտ գալիս են նորերը եւ ավելի լավերը դա է ինձ ուրախացնում էլի դրա համար գոնե այն ինչ որ կա եւ իմ ներաշխարհն է չէ որ իմ միտքն է որ արտացոլվում է երգերի միջոցով մանավանդ եթե ես եմ երգում կամ երգեր որոնք ես մեկնաբանում եմ բայց ես չեմ երգում փորձում եմ դրանք պահպանել որ դա էլ մնա այդ տեսակն էլ հնարավորինս երկար դա էլ մնա ով կուզի կլսի, ով չի ուզի կլսի մեկ ուրիշին, բայց կլինեն մարդիկ եւ կան մարդիկ Փառք Աստծո, որոնք դեռ սիրում են այդ ամենը։ Ես ուղղակի փորձում եմ լինել ինքս իմ նման իմ հետ։ Բայց գիրքը մնացել է։ Կստեմ, եթե ասեմ ամբողջովին այո, բայց երգելու ցանկությունը երգելու ես չեմ պատկերացնում որ ես չի երգեմ կխելագարվեմ այդ մի շրջան եկավ մոտավորապես 2 տարի չի երգում պատերազմից հետո որտեվ անիմաստ էի համարում ցանկություն չկար ամաչում էի որովհետև ասում էի ինչի վրա ինչից վրա երգեմ էլի այնպես չի որ ես հիմա մոռացել եմ կամ այդ ցավը իմ ներսից անցել է բայց կյանքը շարունակվում է եւ հենց մարդիկ էլ իրենց վերաբերմունքով ցույց են տալիս որ ուզում են դա լսել որտեվ երաժշտությունը հոգի է բուժում երաժշտությունը աստվածատուր արվեստ է եւ պիտի թեկուզ մեկ մեր տեղում լինելով երգելով այն երգերը որոնք սիրում են եւ որով ասելիք կա թեկուզ զգայականի չեմ ասում չգիտեմ ինչ մի երգեր են հեսա խորախորուրդ բան չէ այդպիսիներն էլ կան բայց նույնիսկ զգայականի ժպիտի պարզության մեջ էլ ոչ պարզունակության կարող ես մարդու վրա այդ երգերով ազդել եւ ինքը իրեն լավ զգա ապակինվի հասկանա որ կյանքը շարունակվում է որ արև է գարուն է
բացի այդ էլ ոնց որ ուսուցիչը, բժիշկը, ինժեները բոլորը գործի են գնում, ախր սա էլ մի ամբողջ կյանք ենք դրել, չէ՞ սրա մեջ, սա էլ մեր աշխատանքն է, սա միայն հաճույք չի ու ինքնանպատակ չի, սա աշխատանք է, որով որ մենք ապրում ենք։ Ես իրավունք ունեմ ձեզանից նվեր խնդրելու։ Իհարկե։ Իրավունքը ունես ո՞րն է դու ինչ ուզում ես մեզանից խնդրի։ Ուզում եմ խնդրել ինձ մի փոքր նվեր անեք։ Ես լսել եմ եւ ընթացքում երբ մենք ամեն հատվածից առաջ ես նախապատրաստվում էի, ես լսում էի թե Ժաննան ոնց է երգում։ Հա, ես էլ գիտեմ նորմալ բան եմ մեզ խնդրում, նվեր խնդրում մտածում եմ կարող է այդ արևի բաները ուզում, որտեղ այդ շատ սիրուն ու հավեսով ասեցիր, ինձ էլ հետաքրքրեց։ Չէ։ Ասեցի մտածել Ես ուզում եմ խնդրել միասին մի երգ երգեք իրար հետ։ Սիրո։ Սիրո։ Հա։ Ինչ Երգը պատրաստ է։ ապրես, ո՞ր պատրաստակամ աղջիկը։ Քո երգերից Գարնանային ինչ որ սիրուն մի երգ։ Հա, Սեմ լավ։ ես։ Հələ սկսի։ Ձայնը քո սրտից հասավ, այտերիս արև տիպավ, ամաչում եմ, բայց կանչում եմ, արի ինձ տար։ Շողքդ հեռվից երևաց, իջեցրի աչքերս ցած, ամաչում եմ, բայց կանչում եմ, արի ինձ տար, էլ չունեմ դադար, դարձա սիրահար, սիրտս քեզ ընտրեց անգինյար, սիրելու համար, ախ էլ չունեմ դադար, դարձա սիրահար, սիրտս քեզ ընտրեց անգինյար, սիրելու համար, սիրելու համար, սիրելու համար։ Բրավո! Եվ ինչ տարբեր եք երգում։ Հա, մեզ շատ են ասում, որ շատ նման են մեր ձայները։ Ձայները գուցե, բայց ստիլիստիկան ձեր կատարման շատ տարբեր է։ Ուրիշ կերպ անկալու։ Բայց երևի ենթագիտակցորեն ես ինչ որ բաներ վերցրել եմ իր ոճից, Այն ջազ կրթության, ասած գենետիկա եկել է։ Մի հատ իսկ նայեք էլի, դու խոսում ես Ես ուղղակի շատ շոյված եմ այս երգի երաժշտության, տրամադրության, հարցազրույցի, ընկերակցության ամեն ինչի մենք համար։ շնորհակալ միջավայրներ տրամադրող, որ այսպես հավես անմիջական զրույց ունեցանք։ Ամեն լսեցի ոնց է երգում։ Հրաշալի է երգում։ Դե ինձ մե յուրաքանչյուր համերգից հետո ինչ է պետք կանանց եւ արտիստների։ Ծափեր, սեր եւ ծաղիկներ։ Կարող ես ապահովել։ Այո։ Ծափերը ապահովում եմ։ Սերը ապահովում եմ։ Ոյ, ծաղիկը տանեմ ապրես։ Ծաղիկներն եք։ Հրաշք։ Ինչ պատրաստված։ Շնորհակալ եմ շատ։ Ինչ գեղեցիկ է։ Թող սիրուն գարնանային տոները տարի 365 օր լինի։ Ամեն օր գարնանային տոն։ Hey, ճամփեք բոլոր Եվ արևան մար, ես կտամ կյանքնին բոլոր, ձեր սիրո համար, և դաշտեր բարի, ձեզ է բյուր բարև, ինձ օգնեք գտնեմ յարիս, իմ պայծառ արև, սիրտն իմ քո ճամփին, երգն ուրախ թող միշտ հնչի ու թող դառնա թրջուն, և թրջի, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ, գարնան հետ եկավ իմ սենանուշ, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ, գարնան հետ եկավ իմ սերնանուշ, գարնան իմ սերնանուշ,